Տիրոջ գալը մոտեցել է, ժամանակ չգիտենք, միշտ գրում է, չէ, արթուն կացեք։ Իրա ձեռքը հիմա գնում է արդեն այդ մարդիկ, ովքեր են տիրապետության տակ են, իրան կամաց գնում են անկման ու դա 26 թվականն է։ Ղեկավարը չի կարող փոխել այն համակարգը, որը որ կառավարվում է այլ մարդկանց կողմից։ Եթե խոսելու լինի, վարչապետի հասը, ես այնքան վատ բաներ կարամ ասեմ։ Աստված քո մեջ է, եթե դու ուզում ես Աստծո հետ խոսաս, կանգնի հայելու առաջ ու խոսա վերջ ու քո ցանկացած միտք կդառնա իրականություն։ Չարությունը շատացել է։ Այդ չարությունն էլ ինչից է գալիս նախանձից։ Որը որ կապված է անցյալի հետ, դա էլ չի աշխատելու, ընդհանրապես չի աշխատելու։ Մենք հիմա ապրում ենք Աստծո ժամանակներում։ Մի ամեն ինչը բրդեքենք ում Աստված կօգնի, Աստված ամեն ինչ արել է արդեն։ Շատ մահացություններ կլինեն, մանավանդ 2027-ին սարսափելի է լինելու։ Ճշմարտությունը դուրս է գալիս, ճշմարտությունը հաղթելու է ու ամեն մարդ ստանալու է իր հասանելիքը։ Բարի ողջույն։ Այսօր մեր հաճելի Սյուզեի հետ ենք եւ հետաքրքիր, էլ չասեմ հետաքրքիր, որտեղ որ ես կամ թեմաները պետք է հետաքրքիր լինի, որովհետեւ այդքան տարածված թեմաներով ես կրկնվող ավելի շուտ չեմ զրուցում, ու ձեզ ասել եմ, ես աստղաբանության կենդանակերպերից չեմ խոսում ընդհանրապես, խոսողը խոսում է, ես չեմ խոսի, որտեղ դա ինձ համար խաղեր է։ Եթե մարդկանց հարկավոր է, անհատական բոլորն ունեն անհատական իրենց քարտեզները, կարասկոպները, ու դա ճիշտ չի, որ նույն կենդանակերպի համար ընդհանուր պրոգնոզ են տալիս, որտեղ տարբեր են։ Մարդիկ տարբեր են, եթե անունները տարբեր են, եթե զույգերը նույն արգանդից դուրս եկած տարբեր են, ու հնարավոր չի, որ բոլոր առույցներին նույն բանն է սպասվում, բոլոր խոհերին նույնն է սպասվում։ Կորիզը փոքրիկ տալիս է, որ հիմա օրինակ Յուպիտերը գտնում առողջության աստեղությունը, ամենայն 1 տարի տեղ կլինի, մինչև հաջորդ տարի հուլիսի վերջ, ընդհանուր ասում են, որ շրջանը էսպեսի առողջի ինչ է Յուպիտեր առողջում, ինքը լիդերստվան առաջնորդություն, էլիտար, ճանաչողություն, բեմը ամեն առումով ենք մենք բեմ հասկանում եւ արվեստի առումով Եվ հիմա տեսեք ազգային ժողովն էլ է բեմ, եկեղեցին էլ է բեմ, որտեղ բոլորն իրենց այնտեղ ցուցադրում են։ Մենք էլ նստած ծափ ենք տալի, զայրանում ենք, ոնց որ ներկայացումների, համերգների ժամանակ հավանենք, կարանք չհավանենք։ Այս ցուցադրությունն է, ու մի բան էլ որ իմանաք բոլորդ, որտեղ ինչ շատ հարցնում եմ, մեկ էլ տեսա, ես այս նշանն եմ, ինձ ինչ է սպասում, ես ասեմ, եսի չիմանամ, չգիտեմ։ Որտեւ հիմա տեսեք, մենք առույցում ենք, բոլոր մարդիկ հիմա առույցի կենտրոնակերպով անցնում են։ Ինչը առույցին բնորոշ է, դա դիվանագիտությունն է, դա դերասանությունն է, դա խաղն է, դա արքայա վայել ապրելը, բայց ոչ թագավորական չխառնեք իրար։ Ամբարտավանության շրջան է նաև մեծամտության, գոռոզամտության, ընտանիք հասկացողության, բայց հայր կերպարը, որտեղ հայր կերպարը կարևոր է ընտանիքում, ես էլ բոլոր տղաների պաշտպանում եմ, բոլորը դա գիտեն, հայր երեխա, հայր որդի, հայր զավակ, կոնկրետ տղա երեխան, որտեղ կրկնել եմ դա հիմա պապաները իրանց պետք է այնքան ճիշտ պահեն, թեկուզ երեխան լինի 3-4 տարեկան, որ 18 տարի հետո այդ երեխան իր պապայի պատճառով չտոժվի եւ չամաչի, որտեղ հիմա հենց դա է գնում ամբողջ օգոստոս ամիսը դեռ մի քիչ շարունակություն կա, քանի որ խավարումների շրջանում ենք մենք մինչև 28 օգոստոսը։ Որոշ պապաներ, եթե իրանց ճիշտ չեն պահել, ճիշտ չպահելը որն է։ Դավաճանություն, խաղամոլություն, հարբեցողություն, շատ վատ բաներ, խուլիգանություն, կեղծիքներ, հետո դա բացահայտվում է, որտեղ սկսվել է տարին ամբողջ բացահայտման եւ պատիժների տարի է համարվում, իրանց երեխեքը կտոժվեն 18 տարի հետո։ Իսկ ինչ որ եղել է մինչև 18 տարի, հիմա են իրանք պատասխան ստանում։ Դրա համար հիմա բոլոր պապաները, ձյաձաները պետք է իրենց ճիշտ պահեն, որ իրենց երեխեքը վաղը 18 տարի հետո հարված չստանան։ Նաեւ 18 տարեկանների մասին է խոսքս։
Հիմա համ եւ ասեմ, հետո կմտնենք կույս համաստեղություն 22 օգոստոս, նայած տարի կա որ 23 է լինում, արդեն բոլորս կույսի կենթանակերպով են գնալու եւ շատ կարեւոր շրջանակ կույսը մինչեւ սեպտեմբերի 22-ն է դա, որտեղ հաջորդ տարի Յուպիտերը կլինի կույս, հուլիսի վերջերին է դա սկսվելու, կարգ ու կանոնը, բայց մինչեւ կարգ ու կանոնը հիմա դուք պետքա ձեզ շատ ճիշտ ու ազնիվ եւ պարկեշտ պահեք։ Բոլոր մարդիկ իրենց մեջ, բոլորը։ Այսօր թեման ես որոշեցի, որ մոգությունից խոսել, ամբողջ աշխարհը մագիա է, բոլորս դա գիտենք, կամ մարդը կա չգիտի, ու գիտենք, որ եկեղեցին էլ արգելում է, եկեղեցին ընդհանրապես ամեն ինչ է արգելում, եւ մոգությունը չկա կոնկրետ ժամանակ, որ ասենք այսինչ թվականին, այսինչ երկրում մոգությունն եղել է, դա միջև քրիստոնեությունն է եղել, հետո այդ սատանիզմը ու մոգությունը պետք չի շփոթել, սրանք տարբեր, ոչ թե շփոթել զուգահեռներ հարկավոր չի, դրանք բոլորովին տարբեր բաներ են, ու քրիստոնեությունից հետո նոր ժամանակ, այդ ժամանակ եկեղեցին էլ արգելեց այդ գուշակությունները, մոգությունները, սատանիզմը բոլորովին ուրիշ բան է, հիմա շատ-շատերը կան այդ հիմնականը, չգիտեմ ասեմ շատ հարուստ, ասեմ ապահոված ուրիշ բան, օլիգարխ բառն էլ չեմ սիրում, անարդար ձևով հարստացած, որ հարստացի հարստ, այդ բոլորը սատանայի տիրապետության տակ է, մամոնան է։ Հիմա քանի որ մոտեցել է այդ ժամանակն էլ չգիտենք, բայց Երուսաղեմից է այդ ամեն ինչը գալիս, որտեղ այնտեղ ես պատմական բաներով էլ նայել եմ ու շատեր ու տեսել եմ, որ ասում այստեղով հարան գետեր կհոսեն, այնտեղ գերեզմանների մոտ Երուսաղեմի, որ ինչեր կլինի, այդ Պաղեստինի ու Իսրայելի հարցերն է սահմանների, բոլոր հարցերը պետք է անգնի տեղը տիրոջ գալը կլինի, որտեղ այնտեղ դարպասները դեռ փակ է, մեծ պատի վրա դա երևում է։ Ինչի համար ասեցի այս ամենը, ինչի համար է արգելվում գուշակությունները, չի ընդունվում, այսպես ասեմ, որ իրականությունը չիմանա, իսկ մոգությունը նրա համար է, նա որ բժշկության համար, ապագան իմանալու, մարդիկ նեղության մեջ են օգնելու, որոշ ծեսերով որ անում են, բայց կա սև, կա սպիտակ մագիա, մագիա բառը ինքը կախարդություն է նշանակում ու մագ բառը դա հին պարսկերենից եկած է, մոգուս է, ինչքան հիշում է մոգուս այդպես է, այդքան էլ դա վատ չի, որտեղ կախարդություն է, կախարդությունը պետք չի նայել, ոյ վախենալ ինքը կախարդ է, վհուկ ուրիշ բան է, կախարդն ուրիշ բան է, սև մոգությամբ զբաղվելը չարություններ անել, մարդկանց արհեստական սերեր ստեղծել, արհեստական հաջողություն, ուրիշի կնոջն ամուսնուն հաջողությունը վերցնել իր վրա, մոռացա ինչ խոսքն է ասում, որ այդ սատանու տիրոջ գալը մոտեցել է, ժամանակ չգիտենք, միշտ գրում է չէ արթուն կացեք, իրա ձերքը հիմա գնում է արդեն այդ մարդիկ ովքեր է տիրապետության տակ են, իրան կամած գնում են անկման ու դա 26 թվականն է, ամբողջ աշխարհով է դա, որ սատանան իրա ձերքը վերցնում է, ինքն էլ ամենից սիրունն է, հարուստն է, գրագետն է, ներն է, որ բոլորը գայթակվածության են գնացել, հիմա հետ է վերցել ձերքը, որտեղ գալիս է արդեն, իրոք Տերը գալիս է, իրանց մոտ գնում է սնանկացումն իրա հերթին, բայց ինքան դիզած բաներ կա, ես չգիտեմ ինչը պետք է վերանա իրենց մոտ, որ լրիվ սնանկացում համարվի, բայց դա առողջության վրա է իրանց ազդում, որտեղ ֆիզիկապես ազդելու ու այն անարդարները կլինի գյուղատնտես, կլինի բժիշկ, ով ուզում է լինի, հենց թեկուզ մեր աշխատանքի մեջ եթե զուտ փողի համար են աշխատում մարդկանց խաբելու, որ այդ շարլատան բառը այդքան օգտագործում են առանց հասկանալու ում ասեն ինչ ասեն, բերան ասում են առանց հասկանալու, ամեն ինչը մեր ժողովուրդը կրկնում է առանց հասկանալու, մի հատ իմաստն չգիտի ինչ է։ Այդ ընտանիքում այդ գումարները կգնա քաղցկեղի բժշկման համար,
իրենց ընտանիքում հատկապես կանանց կխփի, եթե անարդար են մարդիկ գումարներ վաստակել։ Ես մի հաղորդման մեջ ասեցի, բայց հիմա էլ եմ ասում, որտեղ այսօր առավոտը ես էլ նույն բանը պամիդորը կտրեցի, մեջը սպիտակ գունդ ու համել չկա։ Այդ մարդը գիշերը սրսկել է, որ առավոտը պամիդորը շուտ կարմրի։ Նույն էլ ձմերուկ ամբողջ ջուր մեջ են, ձմերուկեն լավ հոտը չկա, ձմերուկա կուտել չկա մեջը։ Այս բոլորը անարդար կեղծ բաներ է, չէ, բայց այդ մարդիկ պետք է պատժվեն, երկրի ղեկավարն է ասել տենց կանեք։ Մարդ ինքն է, չէ, որոշել, որ տենց անի, որ շուտ լինի, արագ լինի, ինքը փող աշխատի, ու իսկ այդ փողն ինչ է անելու։ Լավ, ասենք մի 3 հատ տուն առավ, բայց այդ գյուղատնտեսը 3 հատ տուն չի կարող առնի, ինքը չգիտեմ ինչ անի, ինքը տալու է հիվանդանոցներին։ Վթարները շատ է հիմա, այդ վթարներին կլինեն, այդ մեքենան, ոչ ճիշտ առած մեքենան, ինքն էլ է ջարդուփշուր լինում։ Ուզում եմ, այս ինչ որ ես հիմա ասացի, ու դու էլ ասաս Սյուզի ջան քո կողմից, մի քիչ ասածներից վրա խորը մտածեն։ Այդպես մակերեսորեն չմտածեն, որովհետև պամիդորի համար մեկ անգամ ասեցի հարկավոր չէ արհեստական քիմիական բաները սրսկել, մի դիտորդ այնտեղ գրեց, բայց պետքա սրսկեն պարարտանյութ, այդ պետք անի, դա ուրիշ բան է։ Պարարտանյութը հողին պարարտացնելը ուրիշ մի բան է, բայց այդ քիմիան սրսկելը, որ ինքը շուտ կարմրի, դա ուրիշ բան է, դա թույն է, բայց իրենք դրանից չեն օգտվում, իրենց համար առանձին է սպասում էին, մինչև բնական ձևով արևը կարմրացնի, պտուղ ու բանջարեղենները։ Մահերը շատացել են, դեռելի կա մահեր ու անժամկետ մահեր է, ողբերգական մահեր է, երեխաների հետ կապված խնդիրները շատ է լինելու, ու չարությունը շատացել է։ Այդ չարությունը ինչից է գալիս նախանձից։ Հետո մարդիկ սկսում են գնալ, ես չեմ ուզում կուշակ ասեմ, որտեղ կուշակ հասկացողությունը իմ համար ուրիշ է, ես մեղմ եմ նայում, թեկուզ մոմթափողներն էլ էլի մեղմ եմ նայում, բայց այն մարդիկ, ովքեր ռիտուալներ են անում ու բացահայտ, որտեղ իրական մոգը չպետք է երևա ոչ մի տեղ։ Ու ես չպետք է իմանամ, որ ինքը մոգ է, որ ինքը ինչեր կարանի, հերիք չի, դեռ ցույց են տալիս ինչպես են անում։ Դա ուժ չունի։ Ինքը անգրագետ ձեռագիր, այս անգրագետ ձեռագիրը շատ վատ է ազդում։ Դու պատկերացրու մաքուր ջուրը մեջը լցնեմ ինչ-որ մի բան պղտորեմ ու դա խմեմ, դա հիվանդություն է տալու։ Համաձայն ես, թե չէ։ Իհարկե համաձայն եմ։ Հիմա այսքան ես երկարացրեցի, որոշ բան ինֆորմացիա աստրոլոգիայից տվեցի ու մնացած էլ մոգության մասին, որտեղ քրիստոնեությունը երբ եղավ, այդ միայն քրիստոնյա աշխարհում է, որտեղ Պարսկաստան, Եգիպտոս, ամեն տեղ եղել է ու դա միշտ էլ կա, միայն այդ Մաթեոսի ավետարանում գրված էր, որ կգան մոգեր արևելքից, չէ, արևելքից կգան, որը Տիրոջ գալն էին իրանք աստղերով տեսել ասել, այդտեղ այդքան էլ չար Աստվածաշնչում, մոգերի մասին այդքան էլ չարը չի գրվում, այդտեղ ինքը արդեն դրական է։ Ու տեսեք, իրանք զգացել են, գուշակել են, որտեղ թագավորն ասել թող գնան տեսնեն հետո գանի մոտ, իրանք գիտեն, որ պետքա թագավորն իրենց պատժեր խիստ ձևով։ Դրա համար միանգամից հետ են գնացել, չեն գնացել թագավորի մոտ, իսկ թագավորի անունը ես չեմ հիշում, որովհետև այդ անունը իմ համար էական չէ։ Ինչը որ ես չեմ հիշում, դա ինձ համար էական չի պատմությունը, բայց գիտեմ։ Հիմա ես ուզում եմ, որ դու խոսես, ես քեզ չեմ ընդհատել։ Դու էլ որպես էզոտերիկայով եւ նումերոլոգիայով, հա, նումերологիայով կարող ես նաեւ օրինակները կարաս բերես քո պրակտիկայից, որ մարդիկ ինչ հարցերով դիմել են, ինչքանով կարողացել ես օգնել։ Ես մոգությունը, սպիտակ մոգությունը, դա բարի է, ես դա ոչ մի բան չեմ տեսնում։ Այն մոմը, որ մենք վառում ենք եկեղեցում, դա էլ է մոգություն։ Ու դա նորմալ է, դե ուրեմն մի արեք, մոմ էլ մի վառեք։
խունկը էտել ամոկություն խնկարկելը շատ բաներ ամբողջ ֆիզիկական աշխարհը մագիա է ու այդ ֆանատները մոլագարներ ահավոր են իրանք շատ վտանգավոր են իրանք անգրագետ են իրանք այսին ծանգիր կարդում են բայց իմաստը չեն հասկանում որ իրանք կարող են քննադատեն մոլագարներ շատ են ինձ գրում ես իրանց ուշադրություն չեմ դարձնում ինչ որ տեղեր իրանք մեղկել են այն մեր առաջվա հաղորդմանը որ առաջին անգամ ենք ես կոմենտները բոլորն էլ կարդում եմ շատ կա որ ծիծաղում եմ շատ կա որ բլոկ եմ անում որ իրանք ընդհանրապես Չերևան էլի ինձ ու քեզ գնացեք կարդացեք Աստվածաշունչ թող իրանք մեզ չսովորացնեն եթե իրանք իրոք Աստվածաշունչ կարդացող ու հասկացող են իրանք մեզ չեն քննադատի ընդհանրապես չեն էլ նային չեն նայում միջև վերջ նայում են ինչ որ բան հետաքրքիր է չեն նայում թե նայում են որ քննադատեն այդքան ուժը չունեն քննադատելու հա ու բոլորը դրանք տխուր են, հիվանդ են, իրանք գույն չունեն։ Ես այդ մոլագարների մեջ չեմ տեսել վառ հումորով ցայտուն մարդիկ։ Կամ չամուսնացած են, կամ ընտանիքում եթե մեծասակ են լքված են, անտարբեր են իրանց ընտանիքի, կամ խնդիրներ ունեն լուրջ առողջական, բայց իրանք աղոթում են ու սպասում են։ Վկաների մեջ էլ շատ կան այտենց այդ աղանդավորների մեջ էլ Ես իրենց չեմ քննադատում, իրանք ինչու են մեզ քննադատում, հա? Դե դա նորմալ է մեր դեպքում, որովհետև մենք խոսում ենք մի բանից, որը որ ոչ բոլորին է հասանելի ու ոչ բոլորն են կարողանում այդքանը գիտակցեն։ Այսինքն մարդը, ով իրան չի ճանաչում, ինքը չգիտի ինչի է ընդունակ, ով է, առհասարակ ինչի համար է եկել այս կյանք, չգիտի ինքը ինչ է ուզում։ Հասարակ օրինակ, եթե մարդը մինչև հիմա չի հասկանում ինքը սիրում է սև սուրճ, դառը կամ քաղցր, թե թեյ։ Եթե այդ մարդը չի հասկանում ինքը սիրում է սուրճը, թե թեյը, այդ մարդը նշանակում է, որ կյանքում շատ բաներ կա, որ դեռ չի կարողանում ճիշտ ընկալել։ Ես ուզում եմ անդրադառնամ ղեկավարի մասին, հա, այդ թեմային, որ ղեկավարը կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչը որ կատարվում է։ Դուք ճիշտ եք ասում, որովհետև ղեկավարը չի կարող փոխել այն համակարգը, որը որ կառավարվում է այլ մարդկանց կողմից։ Իրենք են որոշում, թե ինչ պետքա լինի։ Իրենք են որոշում, որ պետքա լինի պատերազմ։ Իրենք են որոշում, որ պետք է լինի խաղաղություն։ Այսինքն մեր ղեկավարը կլինի, այլ երկրի ղեկավարը կլինի, նրանք այստեղ դեր չեն խաղում։ Իրենք ենթարկվողներն են ու այս մարդիկ ուրիշ տարբերակ չունեն։ Ես վստահ եմ, որ մեծ հնարավորության դեպքում մեր ղեկավարը շատ բան կփոխի։ Նախ կանկախանա բոլորից, այսինքն չի ընդունի ոչ մի երկրի հնարավորությունները, չի օգտվի այդ երկրի հնարավորությունները եւ կստեղծի իրենը։ Դրա համար ճիշտ է համարում անկախությունը մեր անկախություն, սենց թե ինձ մենք լինելու ենք անկախ, որովհետեւ Հայաստանը մոտ ժամանակներս մինչեւ 2036 թվականը, եթե մենք կարողանանք գալ այն գիտակցության, որ սա իսկապես շատ հզոր ամեն ինչով հզոր պետություն է, եթե մենք դա հասկանանք, բնականաբար ամեն ինչ լավ կլինի, բայց այստեղ մեր ղեկավարը լինի, այլ ղեկավար լինի, ինքը ոչ մի բան չի կարող փոխել, որովհետև կա մի երկիր, կա մի ընտանիք, կա մի ուժ, որը որ կառավարում է, ինքը առավոտյան արթնանում է ու որոշում է, որ պետքա լինի պատերազմ, վերջ, ուրեմն կլինի պատերազմ, իր ձեռքում են բոլոր հնարավորությունները, իր ձեռքում է իշխանությունը, ինքն է որոշում։ Բայց այդ երկրի ղեկավարի ձեռքն է, հենց թեկուզ մերը վերցնենք, մեր երկրի ղեկավարի ձեռքն է պատերազանել ու չանելը, մենակ ինքը։ Մեր երկրի ղեկավարը ոչինչ չի կարող անել։ Երբ որ խոսքը վերաբերվում է պատերազմին, մենք այստեղ անզոր ենք։ Մենք կարող ենք շատ փոքր իրավիճակներ փոխել, բայց լուրջ որոշում կայացնել, որ օրինակ չենք ուզում պատերազմ, դա հնարավոր չի, որովհետև մենք մենակ չենք պատերազմում։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, մենք պատերազմում ենք մի երկրի հետ, որը որ իսկապես ուզում է մեզ վերացնի։ Ինչի է ուզում վերացնի, որովհետև հասկանում է, որ սա հզոր պետություն է, սա հզոր հող է, այս հողի մեջ կա մագիա, շատ ուժեղ մագիա կա Հայաստանի հողի մեջ,
ու իդեպ ասեմ, որ ես ինքս արդեն զգում եմ այդ էներգիան, այդ վիբրացիան, որը որ բարձրանում է, ես ինքը շատ ուժեղ էներգիա ունեմ, բայց պահա գալիս, որ ես խեղդվում եմ, որովհետև էներգիան բարձրանում է, այսինքն մարդիկ, շատ մարդիկ զուտ չեն կարողանալու դիմանալ, որովհետև էներգիան գնալով ավելի է բարձրանում, այսինքն մենք ապրում ենք Աստծո ժամանակներում, այն մեթոդները, որը որ առաջ եղել է, այն մեթոդներով, որով որ ստեղծել են երկիրը, կառավարել են երկիրը, դա էլ չի աշխատելու։ Ես միշտ օրինակ եմ բերում հասարակ գործատուները, որոնք որ դեռ նախկին մեթոդներով են աշխատում, իրենց աշխատողների հետ, այդ չի աշխատում։ Այդ հնարավոր չի, ստրկացնել, ստիպել, ճնշել, վիրավորել, այդ հնարավոր չի։ Եկել է էմպաթների ժամանակը, մարդիկ ովքեր ամեն ինչ շատ լավ զգում են, ոչ մեկ չի կարող հաղթել էմպաթին, ոչ մեկ։ Դրա համար ես միշտ ասում եմ, գործատուներ, լավ կլինի, որ դուք ընդունեք որոշումը աշխատողների հետ միասին, հասկանաք իրենց ինչա պետք, ստեղծեք իրենց կոմֆորտը, որովհետև ձեր մեթոդները էլ չեն աշխատում, դուք չեք կարող մարդուն ճնշել կամ ստիպել, որ ինքը գա ու անի մի բան, որը որ իրեն հաճելի չի, ինքը էներգիա չի ստանում, էմոցիա չի ստանում։ Երանը քո ասածը լինի, որտեղ ինքան ճիշտ ասացիր, դա հիմա Սատուրնը խոյում է փետրվարի կեսերից ախտոր 2 տարի կես կտևի դա բոլորին տրված է պահպանի քո եսը, քո իրավունքը եւ աշխատի ստրկական վիճակից դուրս արի։ Եթե անհատին է տված, այդ ընտանիքա, չէ, անհատ այդ ընտանիքն էլ ընտանիք արդեն ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը երկար տարիներ ստրկական վիճակով է ապրել, ստրկական։ Հիմա պետքա դուրս գա, պոկվի, որը շատ դժվար է։ Այս ինչքան հիմա վատ բաներ, դեզինֆորմացիաները, այդ հերուրյանքները, ազգային ժողովն իրենց ոչ ճիշտ պահելը, շատերը, այդ ամենը գալիս է դրսից։ Ինչ թաքցնենք Ռուսաստանից, բայց Կրեմլը ես չեմ ուզում ազգերին գտնել, որտեղ դա ճիշտ չէ։ Որն էլ գալիս է Ամերիկայից, որն էլ գալիս է Անգլիայից, այս ամեն ինչը կատարող բաներ են։ Խամաճիկներ են, Պուտինն էլ է խամաճիկ, Ալիևն էլ, Էրդողանն էլ, չնայած Էրդողանը այդ բոլորից բարձր է համարվում, որտեղ ինքը խմբի մեջ է վերև ուղեղի տեր մարդկանց ու ինքը շատ լավ դիվանագետ է։ Էրդողանի ուղեղին ոչ մեկ չի ասնի, նա ծուկա գարավսկոպով տաղանդավոր ուղեղ ունի դիվանագիտության։ Ինքը հումորներով կարա մարդ սպանել, օրինակ եմ բերում, գեշ օրինակ եմ բերում, հումորով, շատ հումորով է իմիջալուց ու սենց, ասում ես ոչ մեկից չեմ վախենում, միայն իմ Ալլահից, ուրեմն ինքը հավատ ունի վերևի հանդեպ։ Տես ասեցիր ամբողջ մեր երկերը մոգություն է, շատ երկրներ կան, որ հողն է տա, որտեղ ծիլ է տալի, ցանում ես ինքը ծիլ է տալի, բնություն է լինում, այս հրդեհները հենց այնպես չեղավ Թուրքիայի, դեռ չի վերջացել այս երկնային աղետները, հնարավոր է, չնայած կասկածելով հարց եմ տալիս, հնարավոր է մոգությամբ պատերազմը սաստել։ Ես Հայաստանի մասին եմ ուզում խոսեմ, որտեղ Ռուսաստանն էլ Ուկրաինա շատ ուժեղ մոգեր նրանք ունեն, ուկրաինսկի սլավոնական բաները ահավոր են, նրանք շատ ուժեղ են։ Ես Հայաստանի մասին եմ խոսում։ Հնարավոր էր, բայց մենք մոգեր չունենք, ոչ էլ շամաններ ունենք։ Դե սա քրիստոնյա երկիր է։ Թող փոխտան բերեն անեն, որպեսզի մեր երկիրը պահպանվեր, այս բաները չլիներ։ Այն սենց նետերով խոսում, հենից, այն նետերը, որ գալիս էր մեր երկրի վրա, պետքա կեսից իրանք կոտրվեն, հետ գնային։ Հնարավոր էր, բայց մենք չունենք այդ մոգերը։ Մեր կողմից չէ, բայց օրինակ Ադրբեջանի դեպքում իրենք շատ ճիշտոր են ընտրել, եթե մենք 2020 թվականի պատերազմի մասին ենք խոսում, իրենք ճիշտոր են ընտրել պատերազմի համար ու լավ իմացել են, որ այդ պատերազմը տալու է այն արդյունքը, որը որ իրանք ուզում են։ Բնականաբար ամսի 27-ը դա շատ ճակատագրական, շատ լուրջ օր է իրանց մոտ էլ ու իրենք ի տարբերություն մեզ այդ ամեն ինչը հաշվի են առնում։ Այո, իրենք ունեն մոգեր, իրանք ունեն թվային հոգեբաներ, աշխատում են աստղագետների հետ, այս մարդիկ այդ ինֆորմացիային տիրապետում են։ Դրա համար իրանք ընտրում են այնպիսի օր եւ ինչի՞ է մեր վրա ազդում, որովհետեւ մենք քրիստոնյա երկիր ենք, բայց քանի որ
ի սկզբանե քրիստոնեությունը մեզ խանգարել է, որ մենք զարգանանք, աճենք, որովհետև մեր Հայաստանը ապրում է քրիստոնեության սահմաններում, դուրս չի գալիս։ Երբ որ դու դուրս ես գալիս կրոնի սահմաններից, հասկանում ես իրականում ինչ է կատարվում, ով է Աստված, ով է սատանան, այդ նույն սատանան, որից որ մեզանից շատ-շատերը վախենում է, հա, սա չանենք, նա չանենք, համարձակ չլինենք, չդրսևորվենք, ցույց չտանք մեզ։ Այդ սատանան իրականում Աստծո մյուս կողմն է, որը որ պետքա բալանսի վրա պահել։ Ես այս վերջերս շատ եմ մտածում դրա մասին ու շատ եմ խորացել, ճիշտ է հիմա կարող եմ ինձ բան ասեմ, որ շատ-շատերը քննադատեն, բայց դա իրենց խնդիրն է, բայց ես կարծում եմ, որ սատանան եւ Աստված դա նույն ուժն է։ Սև եւ սպիտակ։ Գիշեր եւ ցերեկ։ Սա նույն ուժն է, որը որ պետքա բալանսի բերել։ Երբ որ մեկը ավելի շատ է լինում, մեկը քիչ, այստեղ արդեն բալանսը խախտվում է։ Իհարկե, նա սիրում է, պաշտպանում է, հետևում է, ասում է գնա ու փորձի։ Տեսնեմ իմ ստեղծածը, ում որ ես ստեղծել եմ ու դրել եմ իմ մասնիկը, ինչի է ընդունակ։ Դրա համար կան գիտություններ, էզոտերիկա, թվային հոգեբանություն, աստրոլոգիա, այս ամենը չկան, որ մարդը իրան բացահայտի, չէ՞ որ մեծանիվ յուրաքանչյուրը չէ, եկեղեցին չի ընդունում ու եկեղեցին ի սկզբանե Պողոս առաքյալի ճառն են ասում, Աստծո դեմ զազրելի է։ Դե բնական է, այդ ամենը շատ լավ աշխատում է։ Մանավանդ մեր երկրում շատ լավ աշխատում է։ Երբ որ դու խոսում ես, որ Աստված այն ուժը չի, որը որ մեզ ներկայացնում են, հա, օրինակ Աստված լրիվ այլ էություն ունի ու Աստված ունի իր նշանակությունը, ինչի համար է Աստված ուզում, որ մենք այս գործողությունները անենք, չէ՞ որ դա նշան է, մենք զգում ենք, Աստված մեր մեջ է, Աստված երկնքում չի, Աստված եկեղեցիներում ընդհանրապես գոյություն չունի։ Ես համարում եմ զուտ գեղեցիկ շինություն, որ կարելի է գնալ ու հիանալ։ Դե հավաքատեղի է։ Բայց Աստված եկեղեցում գոյություն չունի, Աստված քո մեջ է, եթե դու ուզում ես Աստծո հետ խոսաս, կանգնի հայելու առաջ ու խոսա վերջ ու քո ցանկացած միտք կդառնա իրականություն, բայց դրա համար քեզ հարկավոր է, որ դու ճանաչես, թե դու ով ես, որ դու Աստծուն ասես, ես այս մարդն եմ, ինքը քեզ ճանաչի։ Աստված ունի իր սիրելի էակները, ովքեր որ ապրում են երկրի վրա։ Կա, չէ՞, սենց մարդիկ ասում են Աստված սիրում է բոլորին։ Այո, Աստված սիրում է բոլորին, բայց կան սիրելիները, ու այդ սիրելիներից մեկը հենց սատանան է։ Ինքը պաշտում, խենթանում է սատանու համար ու տվել է իշխանություն, որ անի այն, ինչը որ ինքը ուզում է։ Իսկ մարդը, ով ընդհանրապես ինքն իրան չի ճանաչում, գնում է շատ սխալ քայլերի։ Դրա համար էզոտերիկան օգնում է, որ դու հասկանաս դու ով ես, դու ինչ միսիա ունես։ Մի անգամ սատանան Աստծուն ասեց, բա ինչ կանեն, այդքան քեզ փառաբանում են, այդքան բանել են, փորձ այդ ամենը ձեռքից վերցրու։ Ասեց գոնե մի շաբաթով տուր ինձ, ես երկիր ղեկավարեմ։ Չես կարող, խնդրում եմ, Տեր Աստված, տալիս է։ 3 օրից հետ է տալիս, մոռել չեմ կարող։ Չի կարողանում այս ժողովրդի այս վիճակի վրա։ Տեսեք, մեր ասեցինք մոգությունը մեր Ադրբեջանն ունի, շատ երկրներ ունեն իրենց մոգերն ու աստղաբանները, բոլոր երկրի ղեկավարներն էլ, Ամերիկան, բոլորը։ Մեր հայերը չունեն այդքան, մենք գլուխ գովաններ ունենք ու այդ մոգերի մասին է։ Գլուխ գովաններ ու անգրագետությունը շատ։ Մեր արմատի մեջ դա չկա, ինչքան էլ իրան գնան սովորեն, ինչան, մեր հայրան մեջ դա չկա։ Դե որ այդքան աստվածապաշտ, քրիստոնյապաշտ քննադատում են մեր նման աշխատող մարդկանց, ինչի աղոթքների միջոցով դա չի լինում։ Դե չի լինի, դա չի աշխատի։ Չի աշխատում։ Չէ, իհարկե չի աշխատի։ Դու աղոթում ես, բայց չգիտես ումն ես աղոթում։ Ես ամենաառաջինը դա ավելի հաստատվեցի տարիներ առաջ, սարսափելի բաներ, բայց չեմ հիշում, որ թվականին էր, Լեննականում, որ իր ռուս տղան, բայց դա սարկածեր ինքը չէր ու մի հոգի չէր, որ մտան, ինչքան քանի հոգի էին այդ ընտանիքում քնած, բոլորին սպանեցին, ու քնած մարդուն կարելի է կրակել, Ղզիկ վախկոտ մարդիկ են դրանք ու դա սովորացրած բաներ ու բոլորը մահացան բացի երեխուց չեմ հիշում 3 ամսականներ թե 3 տարեկաններ մի երեխա մնացել է ու բանի տակ էր ապարատի տակ էր
ամբողջ ժողովուրդը գրում էր, աղոթենք, որ գոնե այդ երեխան կենթանի մնա, բայց երեխան արդեն չկար, բոլորն աղոթում են, այդ հսկա ժողովուրդ ամբողջ մի ժողովուրդ աղոթելը հրաշք է գործում աղոթքը, կարար վերակենդանանալ, բայց երեխան չկար արդեն, ու չէին ասում, որ չկա, ինչի համար, որ ավելի շատ չլարեն, ժողովրդի մի փոքրիկ հույս ուներ, նույն էլ մեր 44-ին, այդքան աղոթքները տեղ չի հասել, աղոթքներ, բայց ինչի չի հասնում աղոթքը տեղ, եթե այդքան քրիզ, հիմա մեկը ասի, ես սխալ եմ աղոթում, ինձ ասում են աղոթքներ ուղարկի, աղոթքը ոտանավոր չի, քո մեջից դու 3 հատ բառ, Տեր ողորմյա մեզ, այնքան մե ողորմած եղի, դա օգնում է, հիմա Facebook-ը այնքան աղոթքներ ա գրում, այն աղանդավորների էջնա դա պարզերում է, որ իրանցնա, բայց ինչ հրաշալի երգեր ունեն, ես չեմ կարող անտարբեր անցնեմ, ինչքան էլ ինձ աղանդավորը որն է, վատ բան չի ասում, Աստծո Հիսուսի հանդեպ սեր է տալիս, սիրեք իրար, բարի եղեք, լավ եղեք ու հրաշալի երգերը, ու ես դնում եմ մեծ ոգևորությամբ, լսում եմ, գրում եմ, մինչև անգամ բառերը շատ լավն է, ամեն մի բառի մեջ սեր կա դեպի Հիսուս, բայց աղանդավորներ են, չգիտեմ որ մեկն է, դա ինձ համար հետաքրքիր չի ու կարևոր էլ չի, ես էլի ուզում եմ այդ հարցը տամ, ինչ անենք, ինչպիսի մոգություն անեն, մեր ղեկավարությունը շատ անգամ եմ դա կրկնում, պետք է ուսումնասիրի ակուլսս, որտեղ դա նորմալ բան է, այնտեղ տարբեր ճյուղեր կան, տարբեր աստրոլոգիան էլ է դրա մեջ մտնում, մեր ղեկավարները որ ուսումնասիրեն, շատ լավ կլինի, ու նորմալ է դա համարվում, ճիշտ է մեր վարչապետը հավատքի մեջ է, իր աղոթքներ ունի, այդտեղ էլ ասացին աղանդավորը, ինչքան հիմար են, աղանդավորը չի գնում առաքելական եկեղեցի, ծնկաչոք աղոթում, հաղորդություն ստանում, դա սուտ էլ չի, կեղծիք չի, որտեղ դա պարզ երևում է, որ իրոք հավատով մարդ է ու իր սաղմոսները, անգիր սաղմոսներ գիտի, լաց է լինում ամեն սաղմոսին, դες սովորական բան եմ ասում, ինչը որ բոլորը դա տեսնում են, ես եմ վատ կողմ են դեղին մամուլի, չեմ ուզում ոչ մի բան, ոչ կարդամ, ոչ ասեմ, հիմա կասեն, կպարը պաշտպանեցի, սա իրական բան է, իրական է, սա ոնց, Սերժ Սարգսյանին ես տեսել եմ, մտել է եկեղեցի մոմը վառը խաչա կնքել է, ես չեմ կարող ասեմ ինքը անհավատակ թուրք է, ես տեսել եմ, պարզ ինքս իմ աչքով տեսել եմ, որ նա մոմը վառել և խաչա կնքել է, իսկ Քոչարյանին չեմ տեսել խաչա կնքելուց, ես տեսել եմ Գարեգիններ, խաչը բերեց մոտ ինքը հրեց ենքում, կարող է հիմա սկսել է, այսինքն ինձ համար, Սյուզի ջան, ես սա չեմ արդարանում, եթե արդարանում եմ, ուրեմն մեղավորությունը, ինձ համար կապ չունի, ով ես դու, ինչ ես, իրական ինչը կա, ճիշտը կա, ազնիվը կա, դու դա պետք է տեսնես ու ասես, ու ես միանշանակ գիտեմ, միանշանակ, որտեղ և նաև հաշվարկներով են նայում, ու պատմությունն եմ նայում, երբ որ մեր մայրաթոռը փակվեր, վերանորոգում են, քանի տարի մինչև Փաշինյան վերանորոգում են, ես թվերը չեմ հիշում, ես թվերը հանդեպ թույլ եմ, անկեղծ ասած, ու պատերազմ էր գնում այդ ժամանակ էլ, ասում է, երբ որ եկեղեցին կբացվի, պատերազմը կվերջանա, 44-ի մասին է խոսքս, միջև էդ էլ կրակոցներ, սահմանի վրա զոհեր, մահեր, շատ բաներ էլ լինում, երբ եկեղեցին, հեսա այս տարի կբացվի, ու գրում են, քեզ վճարել են դրա համար այդպես բաներ ես ասում, հա վճարել են, այնքան շատ գումար են ինձ տվել վարչապետը Իրաքին, որ ես չեմ կարում հաշվեմ, լավ կլինի գակի մոտ, նստենք միասին այդ մշոկները հաշվենք, այնտեղ ինչքան կմնա կվերցնեք ձեզ, ամոթ ձեզ, հետո ասեցի, երբ որ եկեղեցին կբացվի, պատերազմը կվերջանա, մայրաթոռը, ու բացվեց, ու պատերազմը վերջացավ, այդ երկրից է, տեզերքից ամեն ինչը գալիս, հիմա վարչապետին անդրադառնամ, այն ժամանակվանից, երբ որ վարչապետը սկսեց նոր տարվան սաղմոսներով շնորհավորելու ասելու, ես այդ սաղմոսները կարդում էի, 60-ներ, 150-ներ կարդում էի, ինչ որ մի սաղմոսներն էր,
պատերազմը կամած խաղաղության պայմանագիրը ժամանակ ստորագրվեց, ինչքան էլ ընդեղ ինչ խոսեն, բայց կրակոց չկա, զոհեր չկա։ Իսկ որ բանակում սպանություններ, ինքնասպանություններ կան, ես հենց այսօր կարդացի, որ շատ խիստ օրենք տրվեց ու հետևողականություն այդ Աբարոնայի ղեկավարն էլ չգիտեմ, ախր մեր նախարարների որ հետևողական պետք է լինեն, բայց բանակում միշտ էլ եղել է այդ իրար սպանելը լինում է։ Հետո լինում է զինվորներն են անում խափում գցում են ինքնասպանության վրա, կեղտոտ բաներ շատ լինում է, բայց կարևորը որ թշնամու ձեռքից չի եղել դա։ Մենք ենք անում, մենք ինքներս ենք անում, մեզ ինչ որ անում ենք էսա։ Ու իր սաղմոսներն է պահում Հայաստանը, սաղմոսները շատ հզոր բան է սաղմոսը, պատարակի մեջ էլ անդադ ասում է սաղմոս ասացեք, հզոր բան է սաղմոսը, ես կուզենամ, որ լույսը բացում է բոլորդ գոնե 150 սաղմոսը կարդացեք, հարկավոր չէ անգիրանի։ Եվ շնորհալի կարդան, որ դա ամբողջ մի 24 ժամ, ամբողջ մի օր պահում է շնորհալի։ Ինքը 24 տուն է, ամեն մի տունը օրվա համար շատ ժամի օրվա համար կարևոր է։ Դա կպահի մեզ բոլորին կպահի։ Բայց մի քիչ ռեալ կյանքին նայեք, մի ամեն ինչը բրդեք ենքով Աստված կօգնի, Աստված ամեն ինչ արել է արդեն։ Ամեն ինչ ինքը տվել է։ Ուղեղ, ձեռք, գլուխ, աշ, այս գարաններ, որ մենք ճիշտ ապրենք ու բնությունը չապականենք, որտեղ բնությունը ամենաուժեղ մոգությունն է։ Մենք որ բնություն ապականում ենք, թափում ենք, հենա երիտասարդն եկել են գնացել են աղբեն հավաքում, ինչքան ամոթ է, միջև անգամ մարտասահմանցիկ։ Դու որ տիրոջ տունը կեղտոտել ես, ինքը մեր ձեռքից վերցնում է, ինչ անում, հրդեհ ստեղծվում, երաշտ է լինում, երկրաշարժ է լինում նաև, այդ կարկուտը, ջրհեղեղը, այդ ամբողջը վերևի պատիժներ է տալի, որ կտրվեն, նաև կենդանական աշխարհը։ Ես ուզում եմ, որ դու մի քիչ էլի մոգությունից խոսաս ինչ առումով, դրական առումով, դրական ու բացասական կողմերն ասա, որ մեր ժողովուրդը մի քիչ հասկանա ու սթափվի։ Սև մոգությունն էլ ունի ուժեղ դրական ազդեցություն, ասեմ իմանաք, որովհետև սև մոգությունը կարաս օգտագործես լավ բան անելու նպատակով։ Ու այդ շատ լավ աշխատում է, չես կարող առանց սև մոգության, դա հնարավոր չի, որովհետև այդ բալանսը սպիտակի և սևի միջև մենք պետքա պահենք, առանց դրա հնարավոր չի, ինչի է հիմա ավելի շատ, մարդիկ ինչի են ավելի շատ մահանում, որովհետև բալանսը խախտվել է, ու երբ մենք խոսում ենք, որ շատ շուտով Քրիստոսը գալու է, որ մենք ապրելու ենք իր թագավորությունում, դա իզուր չի, այսինքն մենք ապրում ենք այն ժամանակներում ու բոլորս տեսնելու ենք, այդ ամեն ինչին ներկա ենք լինելու, զգալու ենք, մենք պետք է հասկանանք, որ պետք է ամեն ինչ լինի բալանսի վրա, իսկ բալանսը խախտվել է, մարդիկ չարացել են, մարդիկ ավելի նախանձ են դարձել, իրենց կյանքով չեն ապրում, իսկ ինչը վերաբերվում է եկեղեցուն, ամենաճիշտ եկեղեցին դա մեր մարմինն է։ Դա մեր մարմինը, որտեղ ապրում է մեր ստեղծողը։ Այս հարցը չի էլ կարող քննարկվել։ Ու այդ բոլոր խնդիրները եւ առողջական, եւ աշխարհում կատարվող բոլոր խնդիրները լինում են, որովհետեւ մենք շատ վատ ենք վերաբերվում մեր մարմնին, որտեղ ապրում է Աստված։ Մեր հոգին Աստծո մի մասնիկն է։ Մենք մեզ չենք սիրում, չենք գնահատում, մենք մեզ վնասում ենք, մեր մարմնին մենք շատ վատ ենք վերաբերվում։ Իսկ որ մարդիկ են երջանիկ ապրում, դուք նկատած կլինեք, այն մարդիկ, ովքեր իրենց շատ են սիրում, իրենց համար իրենց մարմինը ամենակարևորն է։ Իհարկե, ժպտում են, գեղեցիկ մարդը միշտ ամենալավ մարդն է, գեղեցիկ մարդը։ Ու նման մարդկանց ավելի շատ են քննադատում ու քննարկում, որովհետև գեղեցիկը լույս է, վտանգ է։ Ամեն մարդ չի կարա ընդունի, ընկալի, հասկանա այդ գեղեցկությունը, որովհետև դա շատ ժամանակ վախեցնում է դիմացինին։ Դե այդ քննադատողը նախանձն է, չէ։ Դե ոչ միայն հիվանդություն տալու նախանձ, ինքը իրան է հիվանդություն տալիս։ Դե հիմա համատարած այդ վիճակն է։ Ես ինքս էլ տեսնում եմ ինչա կատարվում աշխարհում։ Մանավանդ մեր երիտասարդները ընդհանրապես չեն մտածում իրանց մասին։
Իրանք իրանց չեն սիրում։ Իրանց Սյուզի ջանքներես չկա հիմնարկ ձեռնարկություն կառույց ինչ որ միտեղ որտեղ կոլեգաները չվիճեն։ չկա։ Մանկապարտեզից, հիվանդանոցից, կլինիկաներից վերցրու։ Արվեստի աշխարհում երկիչներ կլինեն թե դերասան օտեղ ահավոր։ Դպրոցները, դասատուները, նրա ժամը շատ է, իմ ժամը քիչ է, ինչի սենց մեկի աշխատավարձը բարձրացնում է, ինչի արես չէ, որ ես էլ ասեմ, այնքան են օրեկան ինձ գրում, որ էլ չեմ դիմանում այս կոլեկտիվում, ուզում եմ դուրս գամ, ասում եմ լավ դուրս եկար, ուր ես գնալու։ Գնամ ես ինչտեղ, գնամ ասում եմ համբերի։ Նույն բանն է լինելու, նույնը, այդ մեր մարդկությունն է, նույնը։ Տան մեջ 3 հոգի են 4 հատ կուսակցություն կա։ 3 հոգի 4 կուսակցություն, 3-ն իրար հետ վիճում են։ Ինչի համար։ Մեկը նիկոլական է, ամենազզվելի բանը, որ տանել չեմ կարող, որ ասում են նիկոլական կամ չգիտեմ ինչա։ Այդ ինչ է։ Ուզում եմ այդ հարցնել ասես, եթե մարդը ասենք նիկոլականն է, նիկոլականս որն է, այդ կուսակցությանն է ընդունում, երկրի վարչապետին ընդունում է, իր այս ամեն ինչը, որտեվ ինքը լավը տեսնում է, որ այս կա, լիքը լավ բաներ կա Հայաստանում, ընդունում է այդ մարդուն, ու գովում է, այն անգրակետ միկրոֆոն բռնողները, իսկ ոչ էլ լրագրող եմ ասում, միկրոֆոնիստները, մտնում են բերանը, ու սկսում են հիմար հարցեր տալ, պրովոկացիոն հարցեր է բոլորը, ու հենց գովում են, եկել տակի գրում են տակը, դու սենց ես, դու նենց ես, դու նիկոլականի ինչն ես, դու պիս բարեր կա ասում են, ինչի համար, ես ոչ միական եմ, որտեղ իրավունք չունեմ, եթե ես լինեմ ինչ-որ կուսակցության, ես սխալ եմ, իմ աշխատանքը սխալ է, փաստորեն ես դրա շահերը պաշտպանելով պետք է ինչ-որ բաներ խոսամ, իսկ որ այս գործող իշխանության շահերը չի պաշտպանում, չի ուզում լավը տեսնի, նա միշտ վատ ինֆորմացիաներ է տալի, պրոգնոզ, հիմա պատերազմ կլինի, հիմա թուրքերը կգան, հիմա ալևը կգա, այս կվերցնի, այս խաբեբայ, այս սրիկայ, այսի թալանչի, բոլորը տենց բաներ են խոսում, ովքեր այս իշխանությանը չի ընդունում։ Մենակ ես եմ եւ Ալվարդը, որ ոչ թե գովում ենք, այլ վատը չենք ասում, ու միշտ ասում ենք փագեք ձեր բերանները, այն ընտրության օրվանից ասել են փագեք, որտեղ չի կարելի, Աստված աշունչ, եթե այդքան կարդացող են, ինձ էլ խրատ են տալի, որ կարդեմ, երկրի թագավորին, եթե դու պախարակեցիր, երկիրը կգնա կործանման, մենակ չեմ հիշում այդ, որ մի նամակի մեջ էր գրած, թող բացեն կարդեմ։ Դրա համար ես հասկանալով էլ դա որ չի կարելի, որտեղ իրոք չի կարելի։ Եթե խոսելու լինեի վարչապետի հասը, ես այնքան վատ բաներ կարամ ասեմ։ Իրոք, իր ընտանիքի մասին լիքը, որտեղ ինքը ինձ չի օգնի։ Ինքին տան հարցով չի օգնի։ Այ ապուշներ, այ դեբիլ դուրակներ, ես այդ բառը չկտրեք, խնդրում եմ, որտեղ ես փողոցով էլ կարող խոսալով գնամ, այդ բառն ասեմ։ Եթե ես լինեմ նիկոլական, ձեր ասած այդ տագետները, ես հիմա իմ տանը կլնեի, հիմար անտերներ, ինչ ասեմ, ով որ իմ այդ տխրության վշտի վրա գրում աշնավորում, ասում չխրատվեց, ինձանից բետար օրը դուք կընկնեք, մնաք անտուն ու սքի մեջ լինեք, ասեք Լուսյան անիծում է, լավ եմ անում, դերում բերաններդ փակեք, որ այդ անեսքները ձեզ չընկնի։ Ես ձեր ասածը ձեզ եմ վերադարձում, ես չեմ անիծում, որտեղ ես անդադ այդ եմ կարդում։ Ու ղզիկ մի քանի տղամարդիկ այս ստիպեցի, որ ես ասե, ես երբեք չի ուզենա ասե, որ ղզիկ են դրանք, ղզիկ։ Այդ տղամարդը, որ կարող է կնոջը իր մորից մեծ կնոջը նստի տենց բաներ գրի հիմար, որ էլի եկավ, էլի շարլատան, էլի նիկոլական, վեախտ։ Իրանք ղզիկ են, իրանք չուչ են, դուք ճճու եք, դուք տղամարդ չեք, ափսոս այդ շալվարները։ Շորցիկով մանեկեք, հիմա շորցիկը մոդա է։ Շորցիկով մանեկեք, ընկեք մայրաքաղաք մանեկեք։ Մի պիս բառ էլ կար, էլ չեմ ասի, եթե ղզիկ եմ ասում, որ ասեք դուք չուչլեք։ Ներողություն չեմ խնդրի։ Ամեն ինչ կարգին է, ես շատ լավ հասկանում եմ։ Իրոք չեմ խնդրի, որտեղ ահա որ վրդովում եմ, հիմա կանանց ուշադրություն չեմ տալիս, որտեղ կինը անզուսպ է, անբավարարված։ Իսկ այդ տղամարդիկ, որ այդպես ղզիկ ավարի գրում է, մենակ ինչ չեն, դե կանայք կան, ինչքան ճանաչված կին կա,
որը գլուխը չի մստում մղտար քաղաքականություն, նրանց մասին էլ են կեղտոտ բաներ Ես ասում։ եմ նկատել շատ աստղերի։ Բայց այդ տղամարդ կոչվել իրավունք ունի, քարկոծում են, վիրավորում են, իսկ այդ մարդը ուղղակի իր կյանքով ապրում։ Լավ, իմ տված հարցը, այդ թեման փակում ենք։ Ու մեկ էլ խնդրել եմ, իրոք խնդրանքով եմ ասել, ես իմ տան էջ այնտեղ սենց տնավարի, ժողովրդավարի ճաշ եմ սարքում, մոգոնում եմ, այնտեղ այդ ժամանակ հավանում եմ, գալիս այնքան նկարանում եմ, մի որոշ լուսնային օր այդ բաց փոքրիկ տնավարի, որ ես մի քիչ ես քաղաքական բաներից դուրս գա, ուզում եմ թե որը անցկացնեն մարդիկ, կարամ անեկդոտ պատմեմ, կարամ ինչ-որ մետաքրքիր, ու խնդրել եմ ոչ մեկի մեջ, դա իմ սահմանն է, ոչ մի ցինիկ բառ չլսեմ, որտեվ ես ձեր ճակատներին կխփեմ։ Անցյալ օրը ընկերուհիս եկավ ինձ ասում է, ամոթ է, բայց ես սազում եմ, զարմացել եմ, որ դու տենց պատասխաններ ես տալու, ես արդեն ասել եմ, որ տալու եմ պատասխան։ Այն բառերով շատ փիս բառ, ես դառել եմ Վարդան Ղուկասյանը, դոգը։ Ես այդ բառերը ամբողջ ասել եմ։ Այդքան չեմ անցնի, բայց ես մի ժողովուրդը դա է սիրում։ Ես թվային հոգեբանությունից մի մեջբերում անեմ, մարդիկ ովքեր որ ձեզ վատ մեկնաբանություններ են գրում, թող զգույշ լինեն, որովհետև դուք ամենաուժեղ էներգիան կրող մարդկանցից եք ու 21-ին ծնված մարդը դա համարվում է Աստծո մարդը, որը որ ուղարկված է այս երկիր, իհարկե, ուղարկված է այս երկիր մարդկանց օգնելու համար։ Այս թվի տակ ծնված մարդիկ չեն կարող վատ մարդիկ լինել, դա բացառվում է։ Այս մարդիկ պատկանում են աշխարհին։ Դրա համար ցանկացած մեկնաբանություն, որը որ կգրվի ձեր հաղորդումների տակ, հանգիստ կարդացեք, ծիծաղեք ու անցեք ձեր գործերին։ Այն բացասականը, որը որ մնալու է իրենց կյանքում, այդ անխուսափելի է։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր այս հաղորդումը կնայեն, թող զգույշ լինեն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ծնվել են 3, 12, 21 եւ 30 թվերի տակ, այս մարդիկ պատկանում են Աստծուն, վերջ, սա չի քննարկվում, սա աստվածային էներգիա է։ Եթե փորձես որևէ կերպ նեղացնես այդ թվի տակ ծնված մարդու, ուրեմն հաշվի առ, որ դու դեմ ես դուրս եկել Աստծուն, որովհետեւ աննկարագրելի լույս ունեն այս մարդիկ։ Այս մարդիկ եկել են, որ այս աշխարհը փրկեն։ Սա չի քննարկվում։ Դրա համար դուք կարող եք շատ հանգիստ նայել։ Դա նորմալ է, որովհետև հակառակ կողմն է ձեր վրա հարձակվում, կոպիտ է հնչվում, բայց մութ կողմը ձեր վրա հարձակվում է։ Իրենք մարդիկ չեն, իրենք հոգի էլ չունեն։ Բայց ես շատ լավ դրական դիտորդներ ունեմ, որ փողոցում մոտենում են, նկարվում են, հուզվում են շատ այդ ինչը որ ինձ հետ կատարվել է, այս հոգնել են դրա շուրջ խոսելու։ Այն մի մասն ասում է հերիկատանդ մասին խոսած, այն մի մասն ինչի չպետք է ասես։ Ես գիտակցորեն եմ ասում։ Ինչի եմ, ես կարամ լռեմ, ինչի համար եմ ասում։ Հիմա ասա դա քեզ ինչ է տալիս։ Ինչ է տալիս։ Այդ ով որ իմ տղայի մավան մեղավորն է եղել, ամբողջ դատա իրավական համակարգն է կաշառված, որտեղ իրանք սովորացրել են, որտեղ իրանք լավ մարդիկ չեն, որ իրանք սովորացրածը արել են, որտեղ գիտեն, որ դա խարդախություն է, ուրիշի տունը վերցնել ու վերջին կացարանը վերցնել, դե հնարավորություն տան, միջև անգամ եթե պարտք է լինի անհատի, որտեղ դա վաղուց վերջացած թեմա, դա պետությանը չի, պետք է հնարավորություն տան, որ գոնի ես այդ պարտքը փակի, բայց ոչ թե իմ տուն իմ ձեռքից վերցնեին, խլեին, ապօրինաբար ու տղայիս կյանքը, ու ես ասում եմ նրա համար, որ հիմա իմ տանը, իմ հորական տունը ու քրտնիքը իմ տղաների իրան ընդել լավ է ասում եմ, որ իրանց ականջին հասնի, այդ դրա համար եմ ասում, իր ականջին չհասնի, բարեկամի հարևանին կհասնի, որտեղ անուններով պարզ միշտ ես ասել եմ և այդ դատավորներին են նույնը, իրանք ընդեղ չեն վայելելու, որտեղ և իմ տղայի հոգին է, տղայի ու մամայիս, ու դա քրտնիքը, չեն վայելելու, այդ տունը ոչ ոք չի վայելիս, դա զգում է, ու կխնդրեմ դու հետո հաղորդումից հետո կտեսնես, իրոք ճիշտ եմ զգում, որտեղ մի քանի և մոգերի, բայց ոչ Հայաստանի, և գրագետ առոլոգների հարցել են, բոլորը իրարից տարբեր անկախ մարդիկ են, բոլորը նույն բան ասում են, որտեղ դա իրոք քրտնինք է, իրոք, սա իմ չգիտեմ, ինչ չեմ առել ուրիշից, դա իմ հորս թողածն է ու իմ տղաների սարքածն է։ Նայելը անպայման կնայենք, բայց առանց նայելու էլ ես կարող եմ ասել, որ երբ որ որևէ բան խլում եք 21,
13, 12, 30 էական չի այդ թվի տակ ծնված մարդուց, որովհետև տունը դա իր համար սրբավայրը։ Այս մարդիկ կապված են տան հետ, իրանց համար տունը այդ ամեն ինչ է։ Դրա համար, երբ որ անարդար կերպով որևէ խնդիր է լինում տան հետ կապված, միանշանակ այդ խնդիրը լուծվում է։ Հիմա թե ինչ խնդիրներ կունենան այդ մարդիկ, այդ չեմ կարող ասեմ, բայց ամեն դեպքում դրա համար ժամանակ է պետք։ Ու քանի որ մենք ապրում ենք 2026 թվականում ու այստեղ էներգիան աննկարագրելի բարձրանում է, ամեն օր ես դա զգում եմ իմ մարմնի վրա, այնքան որ ես չեմ հասցնում իմ վիբրացիան բարձրացնեմ, որ ես էլ կարողանամ այդ նույն ուժը ունենամ։ Դրա համար արդարությունը կամանց իհարկե կհաղթի։ Սա նոր աշխարհ է, այն ինչ որ առաջ եղել է, վերջ չկա, գոյություն չունի։ Մի էլ փորձեք որևէ բան անել, որը որ կապված է անցյալի հետ, դա էլ չի աշխատելու, ընդհանրապես չի աշխատելու։ Մենք հիմա ապրում ենք Աստծո ժամանակներում։ Սա Քրիստոսի Աստծո ժամանակներն է։ Դու կամ լինում ես այն ինչ որ դու կաս, ինչի համար որ դու եկել ես, կամ դու մահանում ես։ Ու այո, շատ մահացություններ կլինեն, մանավանդ 2027-ին սարսափելի է լինելու, լուսնի հովանավորության տակ ենք գտնվելու, երկու էներգիայի տակ։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվելու։ Ես որ մտածում եմ, սարսափահար եմ լինում։ Ինձ ասում են դու լավատես մարդ ես, ինչի ես դա ասում։ Ասում եմ ճիշտն եմ ասում ես։ Ասում եմ որ մարդիկ ուշքի գան, հասկանան, վերջի վերջո սկսեն հարգել դիմացինի սահմանները, այն որ հերիք է էլի ժողովուրդ։ Թողեք մարդը ապրի, թողեք մարդը ստեղծագործի։ Մարդ եկել է որ իրան ցույց տա։ Մարդը իրավունք ունի սխալվելու, ստեղծելու։ Մարդը ստեղծող է, մարդը Աստված է։ Հիմա շատ լուրջ բան եմ ասում, բայց մարդը Աստված ամենակարող է։ Մարդը ամենակարող է, երբ մարդը գիտակցի, հատկապես Հայաստանի Հանրապետությունում, երբ որ բոլոր մարդիկ գիտակցեն, որ իրենք Աստվածներ են, այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Աստվածը, Էլ-նամա, Էլոհա։ Այո։ Այդ Եհովա չի, դա ուրիշ է բոլորովին։ Ես քեզ շատ սիրեցի, հավանել իրա հերթի։ Ես էլ ձեզ։ Սիրեցի, որտեղ այսինչ բնավորություն։ Գիտեսի, չի որ դու ասեցիր, որ լավ բաներ է լինելու, որ Հայաստանի դա լինելու է, միանշանակ։ Ուզեն թե չուզեն լինելու է, այսինքն բնության դեմ, Աստծո դեմ մենք անզոր ենք։ Ճշմարտությունը դուրս է գալիս, ճշմարտությունը հաղթելու է ու բոլոր են անարդար իրավիճակներում, որոնցում որ մենք հայտնվել ենք, դա կարգավորվելու է։ Այսինքն ամեն մարդ ստանալու է իր հասանելիքը։ Ինքը ինչին արժանի է, դա էլ ստանալու է։ Դրա համար Ով Հայաստանի մասին վատ բան է ասում, ինքը իմ աչքի թշնամին է։ Ոնց կարելի է Հայաստանի մասին վատ բան ասել։ Ես ուզում եմ այդ մարդիկ, որտեղ անցյալ օրն ասել են, հիմա էլ կրկին ռադ լինեն, իրանց վեճ մեշոկը հավաքեն, Հայաստանից ռադ լինեն, ով ուզում է լինի։ Ուզում են թող գնան։ Իսկ ով որ Հայաստանին օրհնում է, Հայաստանի համար այն որ սիգարետը մի հատ տական գցել է գետնին կռանում վերցնում է, ինքը պետք է օրհնված լինի, ինքն իր երեխեքը։ Ապրես դու Այդքան երիտասարդ աղջիկ ես ու շատ լավ բան ասեցիր, ես իրոք գոհ ու շնորհակալ եմ։ Տես հիմա խավարման ընթացքում ենք, գիտես երևի, օգոստոսի 12-ից սկսվեց արևի խավարում, 28-ին լուսնի խավարում, հիմա մենք միջանցքում ենք։ Միջև խավարումը, այն անհատներին էլ կասում եմ, մաքրվեք։ Այդ ոնց են մաքրում, ինչն է, իրան թվում է ռիտուալ պետք է անի, ուղեղի մաքրում է տալի, հոգու մաքրում է տալի, եթե դու բամբասկոտ ես անի, ծողես, չարախոսող ես, նախանձես, խաղամոլ ես, հարբեցող ես, սրիկա ես, ես չգիտեմ, ինչ ես, վատ բան, ինչ կան կա, դու մաքրվի, որտեվ կատալիզատոր է խավարում է նշանակում, հնի ջնջում, նորից սկիզբ, կյանք մահա տալը, արևը կյանքն է, ու կամքն է, քո կամքի շնորհիվ, հատկապես առույցը, որ կամք է նշանակում, ու ուժեղ ինքը նշանակ, քո կամքի շնորհիվ մաքրիվ քո այն վատ բաներից ինչ գիտես վատ է։ Երբ համար թաքուն բան անում, երբ որ գիտի դա լավ բան չի, որ թաքուն երեխեքը ծխում են մաման պապան չիմանան, ինքը գիտի որ լավ բան չի, բայց ինքը թաքուն անում է։ Հիմա եթե սա չմաքրվեց, փետրվարի 6-ին մենք ունենք էլի արևի խավարում եւ հաջորդ տարի 5 խավարում է։ 44-ի պատերազմ 20 թվականի որ եղավ, երբ կորոնան էլ ինչ կանում էր, 6 խավարում էր։
Տեսեք ինչքան ամբողջ աշխարհում ինչքան մահեր եղավ, չէ՞։ Ինչքան հիշում եմ 7 միլիոններ, ինչքան հիշում եմ։ Դե 2027-ին էլ մեզ Հիմա 27-ը 5 խավարում է, 2 արևա, 3 լուսին ալինելու։ Բաց այդ էլ Յուպիտերը կույսում ինքը ֆիլտրացիա է։ Ինքը պետք է մաքրվի ու շատ հետաքրքիր է, հատկապես օջախների, հորական օջախ, իմ աղջիկն ամուսնացել գնացել է մարտի, իր հայրական օջախի մաքրումը պետք է գնա։ Չգիտեմ ինչ ձևի պետք է դա անեն, անարդար, հատկապես ովքեր սեփական տներն են ապրում, գյուղի տները դաչաներ ունեն, կամ սեփական տուն ունեն, որ այգի ունեն, հատկապես այդտեղի բնակիչները, որտեղ կույսը ինքը հող է, ինքը ավելի գետնին կպած է, այդ եղջյուրի նման չի եւ շինարարությունն է, որ անարդար ձևի շինարարությունը չլինի։ Հիմա որտեղ որ ես մնում եմ վարձով, փրշտում եմ հարևանը լսում է։ Էս ու պատը ծեծում է։ Այդտեղ ես ասում եմ դու էլ ծեծի։ Ոչինչ, դու ծեծի, ես մեկը իմ ասածը կանեմ, ինչ եմ անում, բարձր աղոթում եմ, իրա դուրը չի գալի երևի, չգիտեմ։ Մենակ եմ։ Ու այն հյուսիսային շենքերը, որտեղ իմ տուն առաջ էլիտար շենքն է համարվի, Թումանյանի վրայի, բանի ժամանակ էր։ Չեմ հիշում մի խոսքով, բանոյի ժամանակ էր, ամենամուր շենքն է եղել այդ ժամանակ, այդ սեսմիկ գոտու, այդ հյուսիսային տները ընդեղել են վարձով մնացել, ճակա տվել շենքերը բոլորը, դրանք նշանակում անարդար սարկած է, ու տեղեն խանութ կամյան, անունը չեմ Ստեփանիա, ինչա կոչվում, այդ ասֆալտ անդար թեքվում է, Անթը դրանք գալիս է նորոգում էին, նորից էլի ոնց որ սղա, որտեղ իրանք այնքան են փորել գետինը, հասել են կարմիր ավազին, որը պահում է ամբողջ այդ հողը, չի կարելի։ Անարդարը հիմա 27 թվականին, ովքեր անարդար շինարարություններ են արել եւ կանեն, որտեղ ապրելու են բնակիչներ, իրանք փողը սարքել են, փողը վերցել են, մարդկանց պրտել են մեջը, բայց այդ հյուսիսայինում էլ այնքան շենքեր, բնակարաններ կա, որ մարդ չի ապրում դեռ։ Ուզում են վաճառեն, դեռ չի վաճառվի թանկա, կամ ովքեր դրսում ապրում են, գալի առնում են, դեռ չեն ապրում, վարձով են տալի թանկ ու կրակ։ Այս հիմա որ բավականին տուրիստներ են եկել, ես սովետական բառեր եմ օգտագործում, թե դրա համար ես դիտողություն չանեմ, ես լեզվի դասատու չեմ։ Դա համար մի սովետի բառերը կօգտագործեմ։ Չեմ ասի զբոսաշրջիկ։ Տուրիստները որ գալիս են, հայերն էլ կգան շատ հատկապես Ռուսաստանից բնակարաններ կառնեն ու շատ թանկացրել են։ Այս սրանց վերջն էլ է գալու։ Իրոք գալու է, որտեղ գույսը էդ է տալիս շինարարություն, կարգ ու կանոն, ամեն ինչ պետք է մաքրվի տեղին լինի, դրա համար վատ բաներ շատ է լինելու։ Հետո կասեն ինչի նստած ես տեղից ժամացույց ընկավ գլխից, որովհետև դու այնտեղ թալանել ես արդեն։ Ինչ ես դու բնակարաններն այդքան թանկացրել։ Մարդիկ 2 հոգի հազիվ ավարտել են, աշխատում են, զույգեր ամուսնացել, ուզում են ապրեն միտեղ, որտեղ մտնում ես այնտեղ մի աղջիկ Ղարաբաղից եկել էր, այնքան էլ լավն է ու հղի է, պետք է ծննդաբերի արդեն։ Սիրող զույգեր, այնքան լավն են մարդու կնիկ, ջահել չեմ հիշում ինչքան, բայց շատ ջահել են։ Որտեղ որ պետք է ապրում են այտենց որոշել են, հիմա բռնել այդ մարդը գինը թանկացրել է։ Ուզում են իրան կառնեն, ասում են թե որ չես տալի դուրս արի տեղից։ Հիմա այս աղջիկը հղի, այդ փորիկը գրկած, այդ բալիկի նապակա ուր գնան, որ դուրը ծեծում են թանկ։ Այդով է այդ թանկներ իրանք են դնում։ Այստեղ նախարարություններ կան, որոնք պետք է խիստ լինեն, վարչապետի հրամանով, որ շուկայի գները իմ ամբողջ աշխարհը թանկ է, բոլոր տեղերը թանկացած է ամեն ինչ, հարկեր, վարկեր, թանկ է, բայց գոնե մի քիչ սահման լինի, որ այսքանով չանցնեն գոնե, որտեղ մարդիկ ի վիճակի չեն բնակարաններ առնելու, բնակարաններ վարձով ապրելու, կառուցապատողները խաբում են, այդ որտեղ շենքերը բարձր սարքում են, խաբում են, մի բնակարանը 3 հոգ 4 հոգու վրա վաճառում են, հետո պարզվում է որ այդ չեն, ամեն ինչը կեղծ է։ Հիմա քանի որ 20 ինչ են այս ամեն ինչ ասում, ես բոլոր աստրոլոգիայից եմ ասում։ Իրոք աստրոլոգիա ես տեսակետ չեմ ասում, երբեք տեսակետ առանց ինքոյ թակուն խոսում։ Բայց քանի որ կույսը ինքը շինարարություն է, կարգ ու կանոն կարգ ու կանոնը, բժշկությունը նաև, այս ամեն ինչ հենց այդ ոլորտները պետք է ճիշտ լինեն, եթե չէ կարող է շենքը փլի։ Այս
Ռուսիայի այս ինչա կոչվում այդտեղ չգիտեմ, այս քամի փոթորիկ եղավ, քանի օր առաջ ինչ որ բան փոկվեց, կադրերը փոքր տեսա։ Ու այս ամեն անգամ այդտեղ անցնելուց ասում եմ, «Բայ անկարծ այդ շենքը չփլի»։ Այնքան բարձր ու ոչ ճիշտ տեղ է կառուցված, շատ բարձր է։ Մեր Հայաստան, Երևանում, կոնկրետ Երևանում կենտրոնում բարձրարակ շենքեր չի կարելի կառուցել։ Ու սենց խիտ մեքենա անցնելու տեղ չկա, շտապօգնություն չի կարող մտնի, հրշեջ մեքենան չի կարող մտնի, անդադ խտացված ու անճաշակ շենքերա սարկած։ Այդ սա վնաս է։ Ու ովքեր որ արել են, առանց հասկանալու զուտ գրպանի համար 27 թվականին իրանք պատիժ ունեն։ Կարող է հենց այն շենքը փլի իրանք գլխին, կամ նստի ինքնաթիռ գնա Իտալիա, չգիտեմ, այնտեղ մի բան լինի։ Ինչ որ մի բան տալիս է ու հորական տնով է տալիս, որտեղ կույսը դա հորական տունն է։ Կարիճ ամբողջ Գերդաստանն է, 7 պորտ, որ չել այդ մարդ տեսել։ Իսկ կույսը ինքը հորական տունն է։ Հիմա տղայի համարել է հորական տուն, ասին գնացել առանձին ապրել է, աղջկա համարել է, որ կարգուկանոն հիվանդությունները սարսափելի կարող է լինել, որտեղ ինֆեկցիաներն է տալի, եւ մաշկի հետ է տալի, եւ աղիների հետ է տալի։ Քաղցկեղը կարող է նորից էլի գլուխ բարձրացնի։ Իսկ դու ինչ կասես։ Ես ձեր բոլոր ասածների հետ համաձայն եմ, որովհետև 2027-ը բոլորիս համար շատ որոշիչ է լինելու, ոնց 2026-ը մենք բարձրանում ենք, այսինքն մեր էներգիան գնալով բարձրանում է, իսկ թե մարդիկ կկարողանան, կհասցնեն, կընդունեն, կընկալեն, որ ժամանակն է դառնալու այն ինչ որ մենք կանք իրականում, այդ արդեն մի քիչ բարդ է։ Ինչի եմ ես ուզում որ թվային հոգեբանությունը, էզոտերիկան, բոլոր այդ գաղտնի գիտությունները զարգանան, մարդիկ դիմեն, հա, բիզնեսմենները, որ շատ-շատերը նույնիսկ աշխատելու ձև չգիտեն, չեն պատկերացնում իրենք մարդկան ընդհանրապես կապ չունի բիզնեսի հետ, ինքը կապ չունի բիզնեսի հետ, բայց ինքը փող ունի, ուզում է այս գործը անի, դա քո գործը չի, դու օրինակ լավ ուսուցիչ կարաս լինես, դու կարաս դասավանդես, բիզնեսը քոնը չի, ամենամեծ սխալն է որ մարդը զբաղվում է նրանով, ինչը իրանը չի։ Դրա համար այն ոլորտներում, որտեղ որ մարդիկ չպետք է լինեն, չեն լինելու, կլինի դերասանության ոլորտում, կլինի ցանկացած ինչ ոլորտ որ ունենք մենք։ Հա, այդ գիտելիքի շրջանը։ Իհարկե, եթե դու չես ծնվել որ լինես լրագրող, դու դա անում ես, որովհետև ինչ որ տարօրինակ էմոցիաներ ունես, հա, դու երբեք տեղ չես լինի։ Դրա համար այդ մարդիկ արդեն սկսելու են վատ առողջական հոգեվիճակներում հայտնվել։ Սուզի ջան, ինչ լավ ես դու խոսում, միգուցե տարիքից, հա, միգուցե իմ աշխատանքային փորձից 50 տարին քիչ չի։ Աշխատանքային փորձից, հա, միգուցե որ սենց ստացվեց իմ կյանքում իմ բնակարանի տղայիս հետ լեզուս բացվեց, դառա ագրեսիվ չեմ, կուտակված ես հա դուրս գալի։ Դες ես դիպչողական եմ խոսում, ես դա գիտեմ, որ սենց բառեր եմ օգտագործում։ Խոյ ասում է ուղիղ ու ճիշտ, վերջ։ Հա, բա խոյ եմ, պետք է ասեմ, չի։ Իսկ դու տես, ասեցիր, մարդ իրա տեղը չի, բայց գնում այնտեղ։ Ես այդ դրանք ասել այդ դեբիլներ, ինչ ես գնում այնտեղ, որը քոնը չի, բայց դու այնքան նուրբ ես ասում, որ դա վիրավորական չի։ Դու հա երկորյակ ես, դու ինտելեկտն է, հա, նոր հիշում։ Ես ամեն դեպքում մտածում եմ մարդու հոգեբանության մասին, որովհետև այն ինչ որ գիտեմ ես, դիմացինս չգիտի։ Ես հոգ եմ տանում, չէ՞ որ ես եկել եմ, որ մարդկանց մասին հոգ տանեմ։ Իմ միսիան ինչու՞մն է կայանում, որ ես փայլեմ, ծաղկեմ ու ցույց տամ, որ դուք էլ կարող եք։ Տարիքին ես եղել եմ, չէ՞, անցել եմ ես այդ տարիքը։ Երբեք այտենց այսպես որ խոսում, այդպես չեմ խոսել։ Այնքան եղել իրանց այցելուներ լաց եմ եղել, ծիծաղել եմ, շատ բան հետո գնացել են, շատ ազդվել եմ, փափուկ եմ խոսել, լուռ եմ խոսել, սենց ագրեսիվ չեմ խոսել։ Ես չի ուզենա որ դու տենց իմ նման խոսես։ Մեկ ես էլ եմ տենց լինում, բայց ես ամեն դեպքում պահում եմ այդ բալանսը, որ մարդուն չնեղացնեմ, որովհետև ես զգում եմ դիմացինի ցավը, ամեն դեպքում մարդ է, չգիտակցված մարդ է, չի հասկանում ինչ է կատարվում։ Երբեմն ես փորձում եմ նենց լեզվով խոսեմ, հա, օրինակ տերմիններ չեմ օգտագործում, փորձում եմ մաքսիմալ բաց խոսեմ, որ մարդը հասկանա ինչա թվային հոգեբանությունը։ Այսինքն շատ ժամանակ ես առօրյա բառերն եմ օգտագործում։
Ինչի համար, որովհետև ես մտածում եմ դիմացինիս մասին։ Կոպիտ կներես, հա, որ մեզ միշտ ընդհանրում են։ Կոպիտ չես ասում, իրանք չեն հասկանում, պիտի միած կհասկանան, մենք շատ ենք գնացել իրանց ցանկությամբ։ Ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ մեր նման մարդիկ միշտ մտածել են, որ պետքա ինչ որ մի բան փոխել դիմացինի համար։ Ոչ։ Կլինի սենց։ Ես փափուկ եմ խոսում, դու կհասկանաս։ Մի անգամից չէ, երկու անգամից չէ, երրորդ անգամից կհասկանաս։ Ես համբերատար մարդ եմ, ես կսպասեմ, բայց ես կյանքում բացասական էներգիա չեմ ցույց տա։ Համել դա ինձ բնորոշ չի, սխալ կլինի։ Ես չեմ ծնվել դրա համար, որ այդպես լինեմ, դուք կարող եք, դուք խոյ եք, դուք առաջին եք, դուք պետք է ասեք, որտեվ ձեզ լսում են։ Ձեզ տենց են լսում, եթե դուք փափուկ լինեք, ձեզ չեն լսի։ Խոյը առաջնորդ է, չէ՞։ Որ փափուկ լինեմ կհուզվեմ։ Ես միշտ ասում եմ պետքա թողեք, որ խոյերը վառվեն, բոլորին վառեն ու հանգստանան վերջ, որտեղ դա ամենագեղեցիկ բանն է, երբ որ տեսնում ես թե խոյը ոնց է տաքանում, ես ինքս հաճիկ եմ ստանում։ Տեսան նոր ոնց տաքացա։ Պաշտում եմ ես, կոպիտ է, բայց պաշտում եմ ես խոյի համաստեղությունը։ Իրանք յուրահատուկ մարդիկ են։ Տարբեր են, է։ Դե տարբեր են, թվերն էլ կարևոր է, բայց 38 կարգի խոյ կա դու։ Դե հա, բայց ամեն դեպքում բոլորն էլ լավն են։ Ու իրենք վատը չեն ցանկանում մարդկանց։ Օրինակ դեկատաներ կա, գիտես, չէ՞, 10 դեկատա, 21-ից մինչև քանիսն է 10, այնտեղ կա որ միջին ինտելեկտուալ զարգացած կա բարձր կա վաբշե, որ չարժի դրանց հետ գլուխ տնել։ Ես ապրիլի խոյերին եմ շատ սիրում։ Այդ խոյերը շատ ագրեսիվ ու դաժան են լինում։ Հատկապես ու Մարսը գտնվում է խոյում։ Դե իր մոլորակն է, իմս խոյում չի, դրա համար ես շատ շուտ հուզվում եմ։ Ու քաղցր եմ սիրում, այդ քաղցրն էլ ինձ հանգստացնում է։ Դա ձեր թիվն է, ձեր էներգիան է։ Դուք կրում եք երեքի էներգիան, իսկ երեքները սիրում են ուտել, շատ են սիրում։ Իրանք կարան գիշերվա ժամը 1000-ին, քնից երեքները 21 թվի տակ, 3 թվի տակ ծնված մարդիկ կարան գիշերը ժամը 1000-ին քնից արտանան, ուզենան ուտեն ու քաղցրը միշտ կա իրանց սննդակարգում։ Իրանք առանց քաղցրի չեն կարա։ Իրանք ուտելիք իրանց հանգստացնում է, եթե երեքը չի ուտում, ինքը ամենավատը մարդն է։ Հենց ուտում է վերջյո։ Բայց ես կարողանում եմ սոված մնալ։ Ուղղակի մի փոքր քաղցր կերա հագենում եմ արդեն, դե քաղցր ուտեմ։ Իմ մեծամասնության մոլորակները հորթամաստեղությունում են։ Հենց հորթն է սիրում լավ ուտել, գիրանալ։ Այո։ Ես հիմա որ դու տեսնում ես Նիհարից, ասում մտքում ես ինչ ես աղջիկս Նիհար, միթե ոչինչ չի ուտում։ Ես իմը շատը կապում եմ գենետիկայի հետ, բայց սա այլ բացատրություններ ունի։ Ես միշտ ասում եմ, որ ես իմ արտաքին տեսքը վաստակել եմ իմ նախկին կյանքերից։ Ես նախկին կյանքում էլի ունեցել եմ այս արտաքինը, չգիտեմ, մի քիչ տարբեր։ Դու գիտես որտեղ է քո լուսնային հանգույցը, թե չգիտես քո կառասկոպը։ Չէ, ես լավ խորացել եմ, գիտեմ, որ Վեներաս խոյի մեջ է, Լուսինս ցլի մեջ է։ Դրա համար ես սիրում խոյերին։ Խոյերին շատ եմ սիրում։ Յուրահատուկ թուլություն ունեմ իրանց հանդեպ, չգիտեմ, ինձ հանդեպ դու գիտես որ աղջիկներից պետքա հեռու մնաս։ Հա, գիտեմ, դուք անցած անգամ ասեցիք, իրականում ես աղջիկներին շատ եմ սիրում, ես այնքան հոգատար եմ իրանց հանդեպ, ես միշտ փորձում եմ օգնեմ, բայց իրանք չէ։ Հա, դուք ճիշտ եք ասում, ինչ խոսք։ Շատ քիչ է լինում։ Կդավաճանեն, կնախանձեն։ Շատ է եղել։ Իմ մաման ինձ միշտ ասում էր աղջիկներին մի վստահի։ Դու անկեղծ ես, բարի ես, դու դա։ Էս էլ առիթ է, եթե դուք ձեր կառասկոպը գիտեք, իմացեք, ում Վեներան խոյում է, կանացից կուշակ է, կարող է մայր լինի, քույր լինի, կինը լինի, սիրուհին լինի, միշտ խանգարում է։ Եսի խփում են։ Այդ նախանձնել է լինում, որ վախենում են միջև անգամ իրանց տեղը գրավի։ Ես այդ խնդիրը շատ եմ ունեցել աղջիկների հետ։ Այդ մրցակցությունը իմ հետ միշտ եղել է, ես դա զգացել եմ։ Իսկ Մարսը Մարսը սառյուծը։ Հա, այդ լավ է։ Այդ քո ցուցադրությունն է։ Դե ես սիրում եմ, ես ծնվել եմ դրա համար, ինձ պետքա տեսնեն, հիանան, որից որ ես էներգիա եմ ստանում, աշխատում եմ, գումար եմ վաստակում, եթե ես։ Քեզ ված չի, տարին վատ տարի չի։ Հիմա երբ է Մարսը կմտնի, կլինի սեպտեմբերի վերջին, ժողովուրդ, սեպտեմբերի վերջին Մարսը կլինի առյուծ, բայց չեմ հիշում ինչքան է տևում, երևի մինչև հոկտեմբերի վերջ թե նոյեմբեր Մարսը առյուծում մեքենաներից կուշ կլինեք, վթարներ չլինի, վթարներ կարող է շատ լինի, այ առիթը։ Հենց քո Մարսով ասում եմ խաղամոլություն շատ ուժեղ կայթակվածության շրջան կգնա։
չգայթակվեք ոչնչով, աղջիկ տղա, չգայթակվեք, հագուստով, խաբեությունները շատ կլինի, խաղամոլությունը շատ կլինի ու մեքենաների հետ խնդիրներ կլինի, տեսես ինչ լավ մեքենան եմ, կարող է արագ քշի ու խնդիր տա։ Ես ամենալավն եմ, ես թագուհի եմ։ Առողջականն էլ ողնաշարը կարող է լինի, ես այդ ընթացքում շատ եմ խորհուրդ տալիս քեզ էլ լողավազան գնա։ Ու մեջքի լողացի, որտեղ մեջքի լողալ էս թիակը կբացի ու լավ կլինի։ Ընդհանրապես լողավազանը լավ է, սիրում ես։ Ես լողալ չգիտեմ դեռ, որ ճիշտն ասեմ։ Ոչինչ, հիմա սովորացնում եմ ջոտ։ Բայց ֆիթնես եմ գնում, որովհետև իմ համար շատ կարևոր է դա, ես իմ էներգիան հենց տեղից եմ ստանում ֆիզիկական վարժություններից, այնպես որ լավ ես ջուր շատ եմ խմում, ջուրը իմ իդեպ ես ջրի տարերքների հանդեպ էլ թուլություն ունեմ, հատկապես կարիճների, բայց իրենց հետ մաքսիմալ զգույշ եմ ամեն դեպքում, իրենք շատ խորքային մարդիկ են, կարիճները շատ խորքային են, չեն ընդունում, հա, որ ես այսպես թեթև, ուրախ, զվարթ, իրանք միշտ մտածում են մտքերի մեջ են կարիճները ու մեկ էլ հայտնվում է երկվորյակ են, որ կյանքին գույներ է հաղորդում, արի սա անենք, նա անենք, չէ։ Բայց լավն են իրանք, մեղմ նշան են։ Կարիճները։ Երկվորյակները։ Դե երկվորյակը բարի միշտ ինֆորմացիան կա, ցանկացած բան դու կարաս երկորյակից իմանաս ինքը տիեզերքից այդ ինֆորմացիան ստանում ես։ Մի քիչ բան բացել սիրում են, էլի ոչինչ, բայց չարախոս չեն։ Ուղղակի ինֆորմացիա են ուզում, թող իմանան, ոչինչ։ Բայց քո մեջ մի պահի, եթե քեզ հարկավոր չի, մի պահի։ Չէ, ես ասում եմ, ես վաղուց արդեն ինքս իմ հետ աշխատել եմ, ես օրինակ շատ գաղտնապահ մարդ եմ։ Էս հիմա դիալոգ է գնում։ Խոյելի երկորյակների, որտեղ Սուվարին քեզանից առաջ Սուվարի հետ եմ, նա էլ խոյ է, էլի այտենց խոյերից խոսակցություն գնաց, վայ ինչ լավ է, որ այտենց խոսում եք, այո, այսպես պետքա գնա, այս հաղորդում է, այս տաղավարը այսպես է, որ քաղաքական ոչ մի բան, ինչ որ նոր ասեցինք մի քիչ մասնակիտորեն դու քո կողմից ես, իմ կողմից այդ թեման արդեն ընկում, որ իմանան ու հաջորդ տարել ինչքան կարող եք դες ճիշտ, այ հիմա ճիշտ ու մաքուր ազնիվ պահեք, որպեսզի հաջորդ տարի այն կարկուտը, որ բոլորի գլխին գալիս է, մի քիչ անձրև կա այդ մարդկանց գլխին։ Թեթև լինի։ Հա, թեթև լինի, որտեղ համատարած է դա լինելու ու հողի բնության հետ ուտելիքներ, սնունդներ ինչքան բնական են հողին մոտ է, այնքան լավ։ Ծաղիկներ շատ աճեցնեն, ծառեր տնգեն, ջրեն ու քաղաքը չկեղտոտեն, որտեղ կույսը սիրում է կարգ ու կանոն, առաջինը դա հիգիենան է, մաքրությունն է, այո, տեղին պետք է լինի ամեն ինչը։ Մարմնի մաքրություն, որ հոտեր չկա, որտեղ հակառակը ձուկն է, ինքը հոտեր կարող է գա, ալերգիկ բաներ տա, տեսողության հետ կապ ունեցող։ Կարդացեք կույսերի եւ ձկների բացասական գծերը, ու այդ բացասական գծերը ձեր մեջից մաքրեք, անկախ թե դուք ինչ նշանեք, որտեղ Յուպիտերը դա է պահանջելու։ Դա կլինի հաջորդ տարի 27 թվական հուլիսի 28-ից հետո։ Ինձ թվում է մենք առիթ կունենանք այդ թեմայով զրուցելու, այսինքն դեռ շատ հաղորդումներ կլինեն ու մարդիկ ինֆորմացված կլինեն։ Դրա համար պետք է մարդիկ հետևեն այդ հաղորդումներին, այդ վատ մեկնաբանությունները գրելու փոխարեն ընդհանրապես կարելի է օրինակ գրել լավ ես ծնվել եմ այսինչ համաստեղության տակ ինչ անեմ, ինչ խորհուրդ կտակ, հա, չգիտեմ, ինչ է ինձնից պահանջվում։ Այդ շատ լավ, այսինքն դու խորանաս քո մեջ, քեզնով զբաղվի, ուրիշի մասին մտածելու փոխարեն վատ մեկնաբանություններ գրելու փոխարեն մտածի քո մասին, չէ՞ որ ամենակարևոր էակը, ամենակարևոր մարդը դա դու ես այս կյանքում։ Եթե դու ուզում ես ամեն ինչ լավ լինի ու երջանիկ ապրես։ Մի հարց եմ ուզում, չգիտեմ ինչքանով դու չգիտեմ որքանով, որտեղ այդ հարցին շատ է հուզում։ Հետո Սուվարին էլ այդ հարցը կտամ, նա էլ իր յոգայով է բացատրում, չակրաներով է բացատրում, ու շատ ճիշտ ու շատ աշխատող է։ Ինչի համար են լավ այդքան վարչապետին, որ շատերը չեն ընդունում, չեմ ասում շատերը, որոշները, որտեղ չեն հասկանում, ու ով որ ասենք իր կողմն է, այդ մարդու մասին նողկանքով է խոսում, նայում, ինչի համար է այդպես։ Չէ որ ինքը մարդ է։ Ինչ վատ բան արել, ունեք ես ինչ վատ բան եմ արել քեզ։
այն մյուսին, որ ոյ, սարսը փողոցը որ քայլում է, մեկը մի տեսակցից գալիս, ասում հաստատ ինքը գիտի, որ ես Նիկոլական եմ, հաստատ մի հատ բան եմ մտքով անցնում։ Այդ այնց տպավորություն եմ ստանում։ Ես ձեզ հասկանում եմ ու ասեմ ավելին, մեկ-մեկ մտածում եմ, որ մարդիկ զուտ մխիթարվում են, այսինքն այն որ իրենք չեն կարում հասկանան իրենց սխալները, ընդունեն իրենց սխալները, ամեն դեպքում ղեկավար, բայց մենք էլ չէ պետք է մեր ներդրումը ունենանք։ Սա ընտանիք է, մենք բոլորս պետք է հասկանանք մեր դերը, ինչի համար պետք է սա անենք կամ ինչը չի կարելի ու մեղադրել տան գլխավորին այդ ամենասխալ բանը, վատ մեկնաբանություններ գրելը։ Ես ինքս ոչ մի կուսակցության անդամ չեմ, ես առհասարակ կապ չունեմ քաղաքականության հետ, բայց եթե վերցնենք որպես թվային վերլուծություն, քանի որ վարչապետը գտնվում է մեկ էներգիայի տակ, այսինքն մաքուր մեկ է, լիդեր է, առաջնորդ է եւ իր կյանքի թիվն էլ 4 է ու այս մարդը սիրում է կարգ ու կանոն, այսինքն սիրում է որ ամեն ինչը լինի տեղը տեղին ու այս մարդիկ տիեզերական մարդիկ են, իրենք կապ չունեն մարդկային աշխարհի հետ, իրենք կրեատիվ են, իրանք նորություններ, փոփոխություններ, իրանք ստեղծողներ են, նորություններ են բերում, նոր շինություններ, հա, նոր հետաքրքիր կառույցներ, այսինքն այն ինչը կապված է նորության հետ, փոփոխության հետ, ստեղծելու հետ, դա բնորոշ է այդ կյանքի թիվը ունեցող մարդկանց։ Դրա համար բացի դա երկվորյակ համաստեղության տակ, այն էլ հունիս ամսվա, իսկ հունիս ամսվա երկվորյակները ամեն դեպքում տարբերվում են մայիս ամսվա երկվորյակներից ու այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի բան։ Իրենք իրենց որոշումները կայացնում են, չեն լսում ու իրենք շատ լավ գիտեն որն է ճիշտը։ Մեկը լիդեր է, մեկին ասել որ սա պետք է անես, դա ամենասխալ բանն է, բայց եկեք մի բան հաշվի առնենք, որ այս մարդը նաև հաշվի առնում մեր ցանկությունները։ Մենք հիմա ունենք լիարժեք խոսքի իրավունք։ Մենք կարողանում ենք հանգիստ բլոգ վարել։ Ես այս վերջերս համացանցում տեսա, որ Թուրքիան արգելել է աստղագուշակություն, տարոկարտեր, հա, արգելել է ու փաստորեն ես sense եմ մտածում, զուտ պատճառն է, որ մարդիկ գնալով բացահայտվում են, այդ խանգարում է իրանց։ Չէ՞ որ այդ ինֆորմացիան պետքա մենակ իրանք տիրապետեն։ Ես չգիտեմ, խափում են շատ միգուցե։ Դե հա, միգուցե խափում են ամեն դեպքում, բայց եթե նման բան էլ կա, այդ խոսում է նրա մասին, որ շատ շուտով մեզ բոլորի սպասվում է ժամանակներ, ոչ թե քարկոծելու են քրիստոնյաներին, այլ մեր նման մարդկանց, մեր հետևից են ընկնելու, մեզ են ուզենալու սպանեն, կոպիտը հնչվում, բայց տենց էլ լինելու է։ Նախկինում էլ է տենց եղել, եկեղեցին մեր նման մարդկանց վառել է, սպանել է, գլխատել է, որովհետև այդ նույն կախարդները դուրս են եկել եկեղեցու դեմ ու ասել են մի խափեք մարդկանց, խեք խափում։ Բառ օրինակ, այո, ու երբ որ նայում ես մարդու նախկին կյանքը, ես օրինակ այս կյանքում հանդիպել եմ մարդկանց, ում հետ ունեցել եմ այդ խնդիրը, ու ես մաքսիմալ հեռու եմ մնացել, ես դա կարողանում եմ հաշվել, ու չեք պատկերացնի այդ զգացողությունը, երբ որ դու հանդիպում ես մարդու, ով նախկին կյանքում քեզ վնասել է, օրինակ եղել է եկեղեցական, ով փորձել է քեզ վնասի, հա, այդ շատ խորը ու լուրջ թեմա է, շատ ծանր թեմա է, այն որ Չհիշեցիր, որտեղ է լուսնային հանգույցը։ Չէ, չհիշեցի, կարանք նայենք, հա։ Ես թվերով եմ նայում իմ նախկին կյանքը, թվերով եմ նայում, որտեղ ես էլի արդարության դեմ պայքարել եմ, որտեղ ինձ խանգարել է եկեղեցին ու բնականաբար շատ դաժան մահով եմ մահացել, բայց հավատարիմ եմ մնացել ինքս ինձ։ Ես այդ նույնը հիմա եմ անում, ուղղակի։ Բայց դու ռեալ ես ստատում ամեն ինչը։ Դե առողջ ես ստատում։ Ամեն դեպքում ես չեմ լռում ու ես չեմ վախենում։ Ես ասում եմ, որ այն ինչ որ մեզ ներկայացնում են, դա իրականությանը չի համապատասխանում։ Մեզ խափում են։ Ժողովուրդ մեզ խափում են։ Մենք կարող ենք շատ լավ ապրել, որովհետև մենք բոլորս ամենակարողներ ենք, ու սա չի քննարկվում։ Եկեղեցին արգելում է, որ մենք ճշմարտությունը չիմանանք, ես եմ միակ պատասխանը։ Եթե դու ռեալ չդատեիր, եթե դու առողջ չնայեր այդ ամեն ինչը, որ կոնկրետ մեր երկրում է կատարվում, որտեղ բավականին հարցը տվեցի քեզ, ես արդեն այնտեղ գիտեի, որ հարցը տալիս է։ Ես այսքան չէի երկարացնի զրույցը։ Ու կուզենայի հաջորդ անգամ էլ կզրուցենք, արդեն կընտրենք։ Որոշել ենք մոգության մասին խոսել, բայց դες խոսքը խոսք բերեց։ Դες մոգությունա, չէ՞։ Ամեն ինչ մոգություն է, էներգիա է։ Էներգիան ամենաուժեղ բանն է։ Ու ամենաթանկ վաճառվող բանն է։ Ասեմ ավելին, այն մարդիկ, ովքեր ուզում են հաջողությունների հասնեն, պետքա աշխատեն իրենց էներգիայի վրա։ Միայն այդ կարա իրենց հաջողություն բերի։ Բայց ուղղություն պետք է տես։ Սուվարն էլ էր ասում այդպես, որ
Այսպես մտածի սենց արա, բայց երբ պետք է բանալին, պետք է բանալին տես, ցույց տես ոնց բացի Դե դուրը։ ես ինքս ցույց եմ տալիս, ես ասում եմ դու ծնվել ես այս թվի տակ, դու այս գործողությունը պետք է անես, այս քո միսիայի թիվն է, քո առաքելության թիվն է, ես այդ ինֆորմացիան տալիս եմ, չէ՞։ Հա։ Այսինքն ես պատրաստ եմ մարդու հետ աշխատեմ, պատրաստ եմ մարդու հետ ճանապարհ անցնեմ, որ ինքը վերջապես ընդունի իրան նենց ոնց որ կա, բայց մենք գիտենք մենք ով ենք, մենք վախենում ենք ցույց տանք, վախենում ենք, որովհետև մտածում ենք, որ մեզ կքննադատեն, կքննարկեն։ Ես ինքս էլ այդ խնդիրն ունեցել եմ, բայց այնքան եմ աշխատել իմ վրա, որ չէ, ես այսօր համարձակ կարամ գամ կամերայի առաջ խոսամ այն թեմաներից, որը որ հա ճիշտ է, դա ճշմարտությունն է։ Ես չասեմ ուրիշն է ասելու։ Մի տարի հետո շատ ավելի լուրջ թեմաներ ենք ունենալու, շատ ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու։ 7 տարի տևելու է դա։ Ապրիլ ամսվանից սկսվել այն ճորանը մտավ երկվորյակ, ինքը տալիս է ինֆորմացիաների տարապ։ Այո։ Բայց տալիս է նաև դեսինֆորմացիաներ։ Սա էլ պետքա կարողանա տարբերել։ Ու մամուլն է հիմնական անում, դրա համար եմ խնդրել, որ այդքան մի կարդացեք, որտեղ սուտը շատ է։ Այո, հաղորդումն ասեմ ավելին լուրջ փոփոխություններից մեկը լինելու է այն, որ արհեստական եղանակ են ստեղծելու, այսինքն արհեստական անձրևներ, արհեստական ձյուն, ցուրտ, որը արհեստական ուտելիք, մենք հիմա նորմալ սնունդ չունենք, իրական սնունդ չունենք, դա իլյուզիա է։ Այն ինչ որ մենք ուտում ենք, դա իրական չի, դրա համար մենք էներգիա չունենք։ Իսկ էներգիա ունենալու համար մենք պետք է աշխատենք մեր հետ, որ կարողանանք գոնե տենց, այսինքն հոգեբանորեն գոնե կարողանանք հաղթահարել, որովհետև մեր արտաքին աշխարհը շատ արհեստական է։ Այդ ուտելիքից սկսված ամեն ինչ արհեստական է։ Բանականությունը։ Արհեստական բանականությունը կարելի է շատ ճիշտ օգտագործել մարդկության փրկության համար։ Ինֆորմացիա հավաքելու Շատ ճիշտ կարելի է օգտագործել։ Սոցցանցերը մեզ հնարավորություն են տալիս, որ մենք լինենք նա, որը որ իրականում կանք։ Սոցցանցերը նրա համար չի, որ մեկս մյուսին վիրավորենք, վատ մեկնաբանություններ գրենք, եթե քեզ դուր չի գալիս իմ նկարը կամ իմ կանգնած ձևը, օրինակ եմ բերում, իմ օրինակն եմ բերում, դու մի մեկնաբանի, ոչ էլ սրտիկ ուղղակի անցի, ինչ ես դու մտնում, այսինքն եթե ես թույլ եմ տալիս ինձ մի փոքր sense բաց շրջազգեստով նկար հրապարակեմ, դու ինչ ես կարծում, ես չեմ հասկանում, ես ինչ եմ անում։ Այն էլ ինպես գիտակցված մարդը, ով միշտ սոցցանցերում խոսում է աշխարհաստեղծումից, թե ոնց է կառուցված աշխարհը, ոնց կարա իմ նման մարդը, որ մտնում ես իմ նկարների տակ, դուք էլ որ մտնեք իմ մեջ, կտեսնեք ես նենց բաներ եմ օգտագործում, նենց գրառումներ եմ անում, որ շատ քիչ մարդիկ են դա անում։ Չէ, բայց ոնց կարա նման մարդը նկար հրապարակի ու ինքը չհասկանա ինչ անում։ Այսինքն դու ինչքան չգիտակցված մարդ ես, որ քեզ թույլ ես տալիս վատ մեկնաբանություն գրես, ինչքան դատարկ մարդ ես, դու կյանք չունես։ Դու ինձնով քո կյանքը լցնում ես, եթե ես Իսկ այդ ֆեյքերը ինչի ֆեյքերով է թույլ տալի, որ շատը տենց էս բլոկ եմ անում, որտեվ դեմքերին նայում եմ իրական մարդու հավաքած կադրեր արես կողմից այն կողմից ու ոչինչ չկա։ Ինչ են իրանք հասկանում։ Էտով է դրանց պահում, որ նստեն ու պախարակեն մարդկանց։ Դե իրանք այդ փոքր խոչընդոտներն են, որ մեր նման մարդկանց պետքա խանգարեն։ Որի շնորհիվ մենք շատ ուժեղ ենք դառնում, մենք պետք է աղջիկներ կան իրանց անվայելուչ, իրանց պահվածքով նկարներ են գցում, որ նայում ես հարկավոր չի ուշադրություն դարձնել ու տակ ինչ որ բաներ գրել, մեկը ինքն իրեն անելու է, այդ էլ փող աշխատելու մի միջոց է։ Ամեն դեպքում քննադատելը դա արդեն առաջին մինուսներից մեկն է, որը որ քեզ խանգարում է, որ դու զարգանաս։ Որովհետև այն ինչը որ դու դուրս ես անում, դա չի գնում կպնում դիմացինի, դա մնում է քո բերանում, դա մնում է քո մեջ։ Սյուզի ջան, տես քեզ ինչ հետաքրքիր մի բան ասեմ, բանաձև եմ ասում։ Այս տարի մեղրը շատ է Հայաստանում։ Հա։ Այս քանի անգամ գնացի Կիրակորերում իսկ մենք Սարեր ձորեր ու տեսա ինչքան շատ է այդ երբ նրանք ծաղիկները ու մեղուները լիքը ու այնտեղ մեղր են վաճառում, այնտեղ մեղր ու ես վերցրել եմ, ճիշտ ասած, ինչ տենում եմ առնում եմ, տղաս միշտ ասում էր ինչ բնավոր, չգիտեմ, ուզում եմ փող աշխատեն իրանք։ Ու հավանեցի։ Ու մեկ-երկու օր առաջ մեղուների մասին, հա այդ իմ տանից եմ ասել, մի փոքրիկ բան կարդացի, որ ինչ են մեղուներ, ինչպես են, իրանք է բոռուն են, էլ այդ իրանց լկտին անգյալն է, որ բոռա, ինքը ծույլ է, ինքը ուրիշի ստեղծած ու ուտում է։ Իրան հանում շպրտում են դուրս, այդ համայնք է կոչվում մեղուները։
մեղվապահը տես ինչի համար ասեցի, առատա բնությունը ու մեղուները շատացել են։ Հայաստանին դիքը լավ բան կլինի, որտեղ մեղուները եթե գնան, վատ կլինի։ Չպետք է գնան մեղուները մեր հայոց աշխարհից, չնայած ասեն այդ անտենաներից, բաները դզոցները իրանց ազդում են, բայց այդ մի շրջան էր, հիմա նորից շատացան։ Մեղվապահը այդ մեղուի ժրաջան աշխատանքը չպետք է փչացնի, չպետք է կեղծի, որտեղ մեղրը շատ բուժիչ է, այդ նեկտարը շատ բուժիչ է։ Մի մեղու մամայից 1200-ից 3000 ցուկարա տնի, մեկից 21 օր ապրում, ինչքան հիշում եմ, ասում էի մոռացել եմ օրերը։ Էս էլի նորից էս այլի, որ կեղծիք չլինի։ Մեղրը չփչացնեն, որովհետև Հայաստանին առատություն է սպասվում։ Այդ մեղուի աշխատանքն է։ Տեչերի բրոշկան մեղու էր մեծ։ Ինքը միշտ նայում էր տղայիս ընկերները իրար կատակ ենան, ասում այն նրա կնիկն ասում տեչերի բրոշկից եմ ուզում։ Ինչին, որովհետև ամբողջ ոսկուց ու բրիլանտի ու սև ոսկուց է այդ մեղուի վրա են սև գծերը որ կա։ Ինչի է մեղու կապը, աշխատասիրությունն է։ Երկաթե լեդի են, չէ, տեչերն ասում, դու կհիշես տեչերն, թե չես հիշի։ Անգլիայի վարչապետն է։ Հա, հիշեցի։ Երկաթե լեդի, տենց էր, շատ խիստ, շատ գրագետ, շատ խելացի, ու իր բրոշկոնոյից քան մեղու էր։ Այդ իր ժառաջանություն, որ ինքը աշխատասեր կին է։ Ես էլ ունեի մի փոքրիկ տենց մեղու վերցրել է, տղաս ուզեցավ, ասի ուզում եմ ինքն էլ առավ մի փոքր ոսկուց։ Այն էլ գողացան այդ տանսերի կաներս։ Որտեղ այնքան բաներ ունեն այնտեղ, չգիտեմ ինչը որտեղ է, գողացան։ Ես երևի չպետք է ասեմ, բայց Ձեր տունը որ թվի տակ է գտնվում։ Որ թվի։ Հա, թիվը, ձեր տունը թիվ ունի, չէ։ Որ այդ օինը հանել են։ Հա, այդ տունը որ թվի տակ է։ Այդ հիմա 8 թիվեր թե 10 թվից սկսել է, դա։ Չէ, թիվը ամեն տուն իր թիվն ունի, չգիտեմ, հասցեն որտեղ որ։ Հա, այդ էս հասցեն։ Հա, հասցեն եմ հարցնում, չգիտեմ, 15, 16, 17, 18։ Վայ Տեր Աստված։ Դրանք գիտեք ինչ կարևոր են։ 7-րդ 8 բնակարան, հա։ Դե 8-ը կարմայի 8-ը այո, կարմայի թիվն ասում եմ, ինչ որ տալիս ես, դա էլ ստանում ես։ 8-ը շատ։ Ինչ եմ տվել, որ ինչ եմ ստանում։ Եթե վերցնենք արդարության տեսանկյունից, անարդար կողմը իր պատիժը կստանա 8-ի դեպքում միշտ տենց է լինում։ Եթե 8-ը արդար է, որտեղ 8-ը չպետք է օգտվի նրանից, որ ինքը ուժեղ է։ Բայց ինչի՞ հանեցի։ Եթե արդար է, ինչի՞ այդքան հարված տվեցի։ Դե որովհետև 8-ը միշտ անջվում է, փորձությունների միջով անցնում, բարձրանում է, իջնում է, դա 8-ի կարման է։ Տանջվելը 8-ի կարման է։ Տղաս զոհ դարավ այդ ամեն ինչի։ Թեմայով չխոսենք, որտեղ հուզող է իմ համար, պետք չի խոսել։ Ես գիտեմ, որ ես մնացի, որ երևի պատիժների տամ իրանց, որտեղ տղաս էլ ուժ չուներ, չէր դիմանում, պայթեց սիրտը իրա փողոցում պայթեց, ինքը ինձ չէր ասում, որ ես ցավ չես կան, որ ինչքան դատավորներ են սխալ բաներ արել։ Ու քննիչներն էլ շատ են խաբել, փաստաբաններ կան 2 բանով են աշխատել, ամեն տեղ սխալ բան եղել է։ Կառավարիչներից, սնանկության դատավոր Սուքոյան ամենամեծ սրիկան, որ խայտարակ ձևով հանեցին գործից։ Խայտարակ ձևով իրան հանեցին կաշառակի։ Ինքը ամենը սաղ փչացրեց, որտեղ ինքը կաշառք չէր ստացել։ Տեսեք ինչեր են բացում, որովհետև մեկը կար ընդհանուր մեկը ասել էր, որ ես ճիշտ չեմ պահել, այսինքն ես իրան չեմ կաշառել։ Դրա համար ինքը բռնեց, այդտենց գրեց ամեն ինչ սխալ, աճուրդու ամեն ինչ այդ աճուրդից սենց գնաց, միջև օրս։ Անարդարություն շատ է եղել, շատ։ Ամենասկզբից իրանք ուզածով, նախ որ վաշխառության օրենքը հանեցին Քոչարյան ու Սերժի ժամանակ, որ այնքան մարդատուժվել, այնքան այդ վաշխառությունից, որ Դատաստանագրքում կա վաշխ նշանակում է շահ, որն էլ նշանակում է հանցագործություն։ Իսկ իրանք այդ օրենքը հանեցին։
Տատախազն ինձ ասում էր դա խարդախություն է, ասում է չես կարող աշխարհության վեշում բան ապացուցես, ասա խարդախություն, ասում լավ խարդախություն ապացուցեք, որովհետև այդտեղ մաֆիոսնի մի հատ բանդա է խոսում, որ այդտենց տներ են վերցրել կենտրոնում, այդ մենակ ես չեմ, այսքան էլ չխոսանք այդ թեմայով, չխոսանք, թող մարդիկ բարի լինեն, այդ նախանձը մեջներից հանեն, գոնե միջև ամսի 28-ը հանեք, այդ չարախոսությունը հանեք, ապաշխարեք, ծնկներդ գետնին դրեք, հատկապես ծախը լավ սեղմեք, թող ցավ տա ծաղծում կդ, ու խնդրեք տիրոջը սենց, այդ խաչերը հերիքա հանեք, փակեք ձեր դեմ, ձերքերով խնդրեք, այդ արևը բերեք, մեր Արամազդին, որ հզոր ա եղել, ու շատ ուրախացա, որ այդ փողոցը ոնց է կոչում քաղաքապետարանի դիմացը այդ Վահագնի արձանը բերեցի վիշապաքաղ դրեցին ինչ լավ բան են մտածել չգիտեմ ով է մտածել հենց ռուսական շենքի դիմաց դրել են այդ շատ նուրբ քաղաքականություն է ու շատ ճիշտ են արել թող անցնող դառնող տեղից որ կան տեսնեմ որ այդ մեր Վահագնը հզոր վիշապաքաղ տեսել ես որ արձանը դրել են մասիվից իջացրել են դրել են այդտեղ մասիվ մենակ մասիվ գնացողներն էին տեսնում իսկ ստեղ ինչքան է սենց խաչմերուկներ ու այգի դիմացն է հա կգնամ մի օր կտեսնեմ անպայման ես գնում եմ ընկերոս հետ նստում եմ այդ նստարանի տակ այդտեղ նստարան կա այդ արձանի տակը լավն է սիրուն շատ բաներ կա քաղաքում շատ ու որ մաքրվում է քաղաքը դա էլ է ճիշտ արվում այդ անճաշակ գարաժները այնտեղ ինչեր կան բուտկաներ բան սա ճիշտ արվում է որտեղ անցնելու տեղ չկա բայց էլի ես կուզենաս եթե Ավինյանը կլսի կամ չգիտեմ ով կլսի որ այդ ճանապարհի վրա որ կաֆեները դրած է փողոցներում անցնել չի լինում այդ տեղ է շատ այդ էլ մաքրեն լավ կլինի դե հիմա կամած մաքրում են նենց հա Աստված բոլորիս հետ ես վերջում միշտ այդ բանն ասում եմ մաքրվեք հոգով, գլխով, մտքով, որպեսզի 27 թվականը ձեզ բերի սկուտեղով լիքը լավ բան է, որտեղ լավը ստացողն էլ է լինելու, պետք չի համատարած վախացնել, վախերը շատ է մարդկանց մեջ, որովհետև շատ աստղաբաններ ու տարոլոգներ վատ բաներ շատ են ասում Հայաստանի մասին, հավատում են դրանց։ Ու ինձ անմիջապես գրում են, ասում եմ, որ նման բան ասել, գլուխը պատողն է տվել։ Թող վատ բան չխոսան Հայաստանին, որովհետև ամենքը ձեր մեջ փոխվեցիք, ձեզ սիրեցիք, ձեր տունը, ձեր բակը, ձեր շքամուտքը սիրեցիք, մաքրեցիք, ինք արդեն լավ է, Տերը վերևից տեսնում է, ձեր ձեռքը կբռնի, իսկ ով որ չէ իր ստեղծածին ապականում, երեսը կթեքի, երեսը թեքես դու ընկնելու ես, ու ոչ մեկին չմեղադրես, պարզ մեխանիզմ է, այդպես է թե չէ։ Այո, այդպես է։ Շնորհակալ եմ քեզանից։ Ձեզ եմ շնորհակալ։ Նրբիկ աղջիկ ջան, այդպես միշտ առողջ դատիր։ Դե փորձում եմ։ Հա, ստացություն ձեզ։